Բարև ձեզ, ես Նժդե Փիրումյանն եմ, քիչ անց կպատմեմ շատ հետաքրքիր պատմություն։ Գողական աշխարհում մի կանոն կա՝ պարզ, հին, երկաթյա։ Ձեռք չտալ հարազատներին, մորը, հորը, երեխաներին, կնոջը։ Ձեռք չտալ։ Դա սուրբ է։ Խախտեցիր, պատասխան ես տալիս։ Ոչ փողով, ոչ ներողություն խնդրելով, այլ արյամբ։ Կարաուլովն այս կանոնը չգիտեր։ Նա մեծացել էր այլ աշխարհում, կաշառքների, ատկատների և հովանավորչության աշխարհում։ Այնտեղ կանոնները ճկուն են, այնտեղ ամեն ինչ կարելի է գնել։ Նա սովոր էր գնել և որոշեց, որ սա էլ կգնի։ Նա սխալվեց։ Գիա Թբիլիսկին երբեք և ոչ մեկին չէր վաճառվել, իսկ մոր համար նա պատրաստ էր հիմնահատակ քանդել ամբողջ քաղաքը։ Բայց սկսենք սկզբից։ Զանգը հնչեց գիշերվա ժամը 3-ին։ Գիան չէր քնում։ Նրա տարիքում քունը դժվար է տանում։ Նստած էր բազկաթոռին, պատուհանի մոտ և նայում էր գիշերային Մոսկվային։ Լույսեր ու մեքենաներ, կյանք, որը երբեք կանգ չի առնում։ Հեռախոսը վիբրացիա տվավ սեղանին։ Համարն անծանոթ էր, բայց Գիան պատասխանեց. քչերը գիտեին այս համարը, եթե զանգում են, ուրեմն կարևոր է։ Ալյո, Գեորգի Շալվովիչ։ Ձայնը կանացի էր, տարեց, դողացող ու ծանոթ, բայց Գիան միանգամից չհիշեց։ Ո՞վ է։ Ես եմ, Զինաիդա Միխայելովնան, ձեր մայրիկի հարևանուհին, Սվետլագորսկից։ Սիրտը կծկվեց։ Զինաիդան զանգել էր ընդամենը մեկ անգամ, 15 տարի առաջ, երբ մայրը սրտի խնդրով հիվանդանոց էր ընկել։ Այն ժամանակ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Ինչ է պատահել նրան։ Դադար։ Հեկեկոց։ Նրան դաժանաբար ծեծել են։ Բժիշկներն ասում են ազդրի կոտրվածք, ուղեղի ցնցում։ Նա անգիտակից է։ Աշխարհը կանգ առավ։ Գիան անշարժ նստած էր, լսափողը ականջին սեղմած։ Բառերը հասնում էին ասես բամբակի միջով։ Ուվ։ Ձայնը հավասարակշռված էր, հանգիստ։ Միայն մատներն էին սպիտակել հեռախոսը սեղմելուց։ Կարաուլովի մարդիկ, մեր падգամավորի։ Նրանք ուզում էին, որ նա տունը ծախի։ Նա հրաժարվեց։ Նրանք եկան գիշերը, նախընցյալ գիշերը։ Ես նրան առավոտյան գտա, ընկած էր հատակում ամբողջովին արյան մեջ։ Շտապ օգնություն կանչեցի։ Նա ողջ է, բայց բժիշկներն ասում են վիճակը ծանր է։ Տարիքը, վնասվածքները։ Գեորգի Շալվովիչ, եկեք, խնդրում եմ։ Գալիս եմ։ Գիան անջատեց հեռախոսը, վեր կացավ, մոտեցավ պատուհանին։ Մոսկվան լուսավորված էր ներքևում, անտարբեր, օտար։ Այստեղ էր նա ապրել վերջին 15 տարիներին։ Խաղաղ, հանգիստ, բիզնես, փող, հարգանք։ Այն ամենը, ինչ պետք է ծերության համար։ Իսկ մայրն այնտեղ մենակ է, մի փոքրիկ քաղաքում, որտեղ ինքը տարիներով չէր եղել, որովհետև վախենում էր նրա վրա ուշադրություն գրավել։ Չոքնեց։ Նա հանեց երկրորդ հեռախոսը, հավաքեց համարը։ Մերաբ, պատրաստվիր, շտապ գնում ենք հարավ։ Մեկ շամանց սև Մերսեդեսը դուրս եկավ Մոսկվայից։ Ղեկին Մերաբն էր, լռակյաց ու կենտրոնացած։ Գիան հետևի նստատեղին էր, հայացքն ուղղված պատուհանից այն կողմ տիրող խավարին։ Սվետլոգորսկ տանող ճանապարհը 1200 կիլոմետր է։ 14 ժամ, եթե գնան առանց կանգառի։ Գիան չէր շտապում։ Նա գիտեր իր արանցումը սխալների է հանգեցնում, իսկ նա սխալվելու մտադրություն չուներ։ Նա մտածում էր. Կարաուլով, անծանոթ հանուն է։ Պատգամավոր է, ասաց Զինաիդան։ Ուզում էր քանդել մոր տունը։ Գիան ճանաչում էր այդպիսիններին։ Հարյուրավորների էր տեսել, նախկին բանդիտներ, որոնք կոստյում են հագել ու գնացել իշխանության։ Մտածում են, թե աշխարհը փոխվել է, թե հիմա ամեն ինչ այլ կերպ է։ Ոչինչ չի փոխվել։ Պարզապես շնագայլերը սովորել են փողկապ կրել։ Լուսադեմին նրանք կանգ առան Վորոնեժի նոտակայքում գտնվող լցակայանում։ Գիան դուրս եկավ, ձգեց ոտքերը, երկար տարիների ընթացքում առաջին անգամ ծխախոտ վառեց։ Մերաբը կանգնած էր կողքին ու սպասում էր։ Մերաբ, զանգիր ավտոյին, ասա ինձ Սվետլոգորսկի վերաբերյալ տեղեկատվություն է պետք։ Ով է այնտեղ գլխավորը, ով ինչի տերն է։ Կանեմ։ Եվ գտիր պրոֆեսորին, թող փորփրի։ Կարաուլով, վարչակազմի ղեկավար։
Ուզում եմ նրա մասին իմանալ ամեն ինչ, մինչև վերջին կոպեկը։ Մերաբը գլխով արեց, հեռախոսով մի կողմ քաշվեց։ Գիան վերջացրեց ծխելը, նետեց մնացորդն ու նայեց ծագող արևին։ Մայրը Վալենտինա Պետրովնան, 74 տարեկան, նախկին ուսուցչուհի, այրի, թոշակառու։ Նա ամբողջ կյանքում ամաչում էր իրենից։ Չէր հասկանում, թե ինչպես իր որդին, այն տղան, ում ինքը սովորեցնում էր կարդալ, ում համար գիշերները հեքիաթներ էր կարդում, դարձավ գող, հանցագործ, մարդ, որից վախենում են։ Նա լաց էր լինում, երբ իմացավ։ Չէր խոսում հետը 2 տարի, հետո ներեց, որովհետև մայրը միշտ ներում է։ Ինքը փող էր ուղարկում, մայրը չէր վերցնում։ Անձեռնմխելի պահում էր խնայատետրում ու ասում. «Ինձ քո փողերը պետք չեն, Գոշա։ Ինձ պետք է, որ դու ողջ լինես»։ Ինքը ողջ էր, իսկ մայրը հիվանդանոցում պարկած էր կոտրակներով, որովհետև ինչ-որ կառաուլով որոշել էր առևտրի կենտրոն կառուցել։ Գիան սեղմեց բռունցքները։ Հանգիստ, ասաց նա ինքն իրեն, հանգիստ, նախ տեղեկություն, հետո ծրագիր, ապա գործողություն։ Շտապելու տեղ չկա, նրանք ոչ մի տեղ չեն փախչի։ Սվետլոգորսկ հասան երեկոյան կողմ։ Փոքրիկ քաղաք, 40,000 բնակիչ, փոշոտ փողոցներ, հին տներ։ Գիան նայում էր պատուհանից, ճանաչում էր ու չէր ճանաչում։ Այստեղ էր անցել իր մանկությունը, այստեղ էր նա մեծացել, այստեղ առաջին անգամ գողություն արել, այստեղ առաջին անգամ բանտ նստել, այստեղ էր մնացել մայրը, միակ մարդը, ով իրեն սիրում էր հենց այնպես, ոչ փողի համար, ոչ իշխանության, ոչ էլ վախից դրդված, այլ պարզապես, որովհետև նրա որդին է։ Հիվանդանոցը ծայրամասում էր, խորհրդային տարիներին կառուցված եռահարկ շենք, թափված ներք, ժանգոտ խողովակներ, քլորի հոտ։ Գիան ներս մտավ մենակ, Մերաբը մնաց մեքենայի մեջ, սպասելու և հետևելու։ Ընդունարան, ջերմակ խալաթով գեր կին, հոգնած, անտարբեր։ Ում մոտ եք եկել։ Դավլյանիձե Վալենտինա Պետրովնային։ Կինը նայեց Մատյանին։ Վերակենդանացման բաժանմունք, տեսակցություններն արգելված են։ Ինձ կարելի է։ Ես ասացի, արգելված են։ Գիան լուռ հանգիստ նայեց նրան։ Կինը հանդիպեց նրա հայացքին և փախցրեց աչքերը։ Երրորդ հարկ, աջ, կամացուկ ասաց նա։ Նա բարձրացավ աստիճաններով։ Միջանցք, դռներ, դեղորայքի հոտ։ Ճանոթ հոտ էր։ Նա բանտային հիվանդանոցներում շատ ամիսներ էր անցկացրել։ Վերակենդանացման բաժանմունք։ Դուռը փակ էր, վրան ցուցանակ։ Կողմնակի անձանց մուտքն արգելվում է։ Գիան հրեց դուռը։ Ներսում մի քանի մահճակալ կար, սարքավորումներ, խողովակներ։ Մահճակալներից մեկին սպիտակ սավանի տակ մի փոքրիկ մարմին էր։ Մայրը։ Նա մոտեցավ, նստեց կողքի աթոռին։ Մայրն անգիտակից պառկած էր։ Դեմքը կապտուկների մեջ էր, մի աչքը ուռած, ձեռքը գիպսի մեջ։ Նրան էին միացված խողովակներ, լարեր, սարքերը ծծվում էին ու թարթում։ Գիան լուռ, երկար նայում էր նրան։ Սա իր մայրն է, այն կինը, ով 9 ամիս կրել է իրեն, ով գիշերները չէր քնում, երբ ինքը հիվանդ էր, ով ամեն անգամ սպասում էր իրեն բանտից, ամեն մի պատժաժամկետին։ Փոքրիկ, անօգնած, կոտրված։ Նա բռնեց մոր ձեռքը, սառը, բարակ։ Մամ, կամաց ասաց նա, ես այստեղ եմ, ես եկել եմ։ Մայրը չպատասխանեց, չէր կարող։ Գիան նստած էր կողքին, բռնել էր նրա ձեռքը և զգում էր, թե ինչպես է ներսում արթնանում ինչ-որ մութ, հնագույն մի բան։ Այն, ինչ նա վաղուց խորասուզել էր հոգու հատակը, այն, ինչ իրեն դարձրել էր այն մարդը, որն ինքը կար հիմա, ցասում, սառը, հանգիստ, անողոք։ Նա չէր շտապում, նա երբեք չէր շտապում, բայց նրանք, ովքեր արել են սա, կվճարեն, բոլորը առանց բացառության։ Դռան հետևում ձայներ լսվեցին։ Գիան շրջվեց։ Հիվանդասենյակ մտավ բժիշկը, տարեց, ակնոցով, թղթապանակը ձեռքին։ Նրա հետևից բուժքույրը։ Դուք ով եք, խոժոռվեց բժիշկը, այստեղ չի կարելի մտնել։
Ես նրա որդին եմ։ Բժիշկն ավելի ուշադիր նայեց նրան։ Որդին։ Նա ասում էր, որ որդին Մոսկվայում է, հազվադեպ է այցելում։ Հիմա հաճախ կլինեմ։ Բժիշկը վարանեց, ապա գլխով արեց։ Գնանք իմ աշխատասենյակ, կխոսենք։ Բժիշկի աշխատասենյակը փոքր էր, լիքը թղթերով, պատին դիպլոմներ, պատվոգրեր, խամրած լուսանկարներ։ Բժիշկը նստեց սեղանի մոտ, բացեց թղթապանակը։ Վալենտինա Պետրովնան ընդունվել է նախանցյալ օրը, բազմակիվ վնասվածքներ, ազդրավցիկի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, հոնքի պատրվածք։ Նա կապրի։ Պետք է որ, բայց ապաքինումը երկար կտևի։ Ազդրավցիկի կոտրվածքը նրա տարիքում լուրջ բան է, հնարավոր է վիրահատություն պահանջվի։ Արեք այն ամենը, ինչ պետք է, փողի հարց չկա։ Բժիշկը նայեց նրան ակնոցի վրայից։ Դուք հասկանում եք, որ սա քրեական գործ է, նրան ծեծել են, ես պարտավոր էի հայտնել ոստիկանություն։ Եվ քննիչ եկավ, զննեց, գրի առավ ու ասաց. կենցաղային վնասվածք է, վայր է ընկել, վայր է ընկել։ Այդպես էլ գրեց արձանագրության մեջ։ Ես առարկեցի, բայց բժիշկը տարակուսած տարածեց ձեռքերը։ Դուք հո հասկանում եք, մեզ մոտ ինչպես է ամեն ինչ աշխատում։ Հասկանում եմ։ Գիան վեր կացավ։ Ինչ է քննիչի անունը։ Շչերբակ Իգոր Պավլովիչ, շրջանային ոստիկանությունից։ Շնորհակալ եմ, բժիշկ։ Դուք պատրաստվում եք որևէ բան անել։ Գիան նայեց նրան։ Պատրաստվում եմ։ Նա դուրս եկավ հիվանդանոցից։ Մերաբը սպասում էր մեքենայի մոտ։ Ինչպես է։ Վատ է, բայց կապրի։ Հիմա ինչ։ Հիմա գործի ենք անցնում։ Գիան հանեց հեռախոսը, հավաքեց նմարը։ Ավտո, ես եմ։ Հա, տեղ հասա։ Լսիր, ինձ այսօր հանդիպում պետք է։ Դու ռեզոն։ Հա, շտաբ։ Որտեղ։ Հասկացա, կգամ։ Նա անջատեց հեռախոսը։ Գնում ենք Կրասնոդար, հարցրեց Մերաբը։ Գնում ենք, այնտեղ մեզ սպասում են։ Մեքենան շարժվեց, Սվետլոգորսկը մնաց հետևում, փոքրիկ, փոշոտ, ոչինչ չկասկածող։ Շուտով նա կիմանա, թե ինչ է ղողական օրենքը։ Կրասնոդարը նրանց դիմավորեց գիշերային տոթով, հուլիսը հարավում ցերեկները դժողք է, իսկ գիշերները բաղնիկ։ Օդը խիտ է, խոնավ, բուրում է ծառիկներով ու բենզինով։ Հանդիպումը նշանակված էր քաղաքի ծայրամասում գտնվող ռեստորանում։ Խաղաղ, ստուգված վայր էր։ Ավտոն այն արդեն 20 տարի պահում էր յուրայինների և լուրջ խոսակցությունների համար։ Գիան ներս մտավ մենակ, Մերաբը մնաց դրսում, վերահսկելով մուտքը։ Ներսում կիսախավար էր, մեղմ երաշտություն, տապակած մսի հոտ։ Առանձնասենյակ սրահի խորքում, թավշյա վարագույրի հետևում։ Այնտեղ նրան երկուսով սպասում էին, Ավթանդիլ Գոգոբերիձե։ Ավտոն ոտքի կանգնեց նրան ընդառաջ։ Խոշոր, ծանրամարմին, Ալեխարն Մորուքով, աչքերը խելացի էին, կպչուն, հին դպրոցի գող, թագադրված 91 թվին։ Կողքին Ռեզո Միքելաձեն, Բատոնոն։ Նիհար, ջլուտ, արծվաքիթ, Կրասնոդարի երկրամասի նայողը, խաղաղ, աննկատ, բայց նրա ձեռքում էր այն ամենը, ինչ կատարվում էր այս հողի վրա։ Գիա Ջանս, ավտոն գրկեց նրան, քանի տարի, քանի ձմեռ, վատ լուրերն են քեզ բերել այստեղ։ Վատ են ավտո, շատ վատ։ Նրանք նստեցին սեղանի շուրջ, մատուցողը գինի բերեց, նախուտեստներ, փակեց դուռն ու անհետացավ։ Պատմիր, ասաց Ռեզոն։ Գիան պատմեց կարճ, չոր, առանց էմոցիաների, մոր մասին, տան, հարցակման, Կարաուլովի ու քննիչի մասին, որը փակել էր գործը։ Երբ վերջացրեց, լռություն տիրեց։ Ավտոն ձեռքում պտտում էր գինու բաժակը, Ռեզոն նայում էր սեղանին։ Մորդ, վերջապես ասաց ավտոն։ Նրանք ձեռք են տվել մորդ։ Հա, լրիվ ամենաթողություն է, բեսպրեդիել։ Անօրինություն է, համաձայնեց Ռեզոն։ Ըստ հասկացողության պատասխանը մեկն է։ Ես գիտեմ, գլխով արեց Գիան, դրա համար էլ այստեղ եմ։ Ավտոն մի կում արեց գինուց, դրեց բաժակը։ Ինչ է քեզ պետք։ Տեղեկություն, ով է այս Կարաուլովը, ով է կանգնած նրա թիկունքին, ում հետ է աշխատում, ամբողջ կառույցը։ Դա բարդ չէ, Ռեզոն ճանաչում է բոլորին երկրամասում։ Ռեզոն գլխով արեց։ Կարաուլովը նախկին բանդիտ է, 90-ականներին պահում էր Սվետլագորսկի շուկան,
Հետո օրինականացավ, գնաց իշխանության, դարձավ վարչակազմի ղեկավար, հիմա քաղաքի տերն է, ոստիկանություն, դատախազություն, դատարան, ամեն ինչ նրանն է։ Էլով է։ Պաստուխով, երկրամասային դումայի падգամավոր, շինարարական բիզնես ունի։ Նրանք միասին որոշել են քանդել մասնավոր սեկտորն ու առևտրի կենտրոն կառուցել։ Մեծ փողեր են գիա, շատ մեծ։ Հետո Վեպրև ոստիկանության պետ երկար տարիներ կռիշա է կանգնում Կարաուլովին։ Գլուշկո հողի հարցերով տեղակալ կազմակերպում է վտարումները։ Կադիև բրիգադ ունի, նրանց ուժային թևն է։ Սաֆին փողերն է լվանում շուկայի միջոցով։ Սա արդեն 6 հոգի։ Ուրիշով Բիկով եւ Լոս Գադիևի զինյալները, ասում են անձամբ նրանք են գնացել մորդ տուն։ Եվ քննիչ Շերբակը, ով փակում է գործերը։ Գիան լսում էր, մտապահում։ 9 մարդ, 9 անուն։ Պրոֆեսորն արդեն փորփրում է, ասաց նա։ Վաղը ամբողջական պատկերը կունենանք։ Ինչ ես մտածել, հարցրեց Ավտոն։ Մտածել եմ այնպես անել, որ նրանք պատասխան տան, բոլորը ամբողջ սխստությամբ։ Կսպանես։ Գիան լռեց։ Մահը չափազանց պարզ բան է, նրանք պետք է կորցնեն ամեն ինչ, փող, իշխանություն, ազատություն, եւ իմանան ինչի համար։ Ավտոն քմծիծաղ տվեց։ Դու չես փոխվել, Գիա, մնացել ես նույնը։ Մայրը չի փոխում մարդուն, մայրը սրբություն է։ Ճիշտ է։ Ռեզոն առաջ թեքվեց։ Գիա, դու հասկանում ես, որ սա պատերազմ է։ Կարաուլովն ուղղակի պատգամավոր չէ, նա կապեր ունի երկրամասում, Մոսկվայում, եթե սկսես, հետդարձի ճանապարհ չի լինի։ Գիտեմ։ Ու միևնույն է, հարցրեց Ավտոն։ Գիան ուղիղ նայեց նրան։ Նրանք կոտրել են մորս ազդրը, ջարդել գլուխը, թողել են մինչև առավոտ ընկած մնա հատակում։ Նա 74 տարեկան է, նա թոշակառու ուսուցիչուհի է, նա իր կյանքում ոչ մեկին վատություն չի արել։ Նա լռեց։ Եթե ես սա կուլ տամ, գրոշի արժեք չունեմ, իմ թագն էլ գրոշի արժեք չունի։ Ավտոն դանդաղ գլուխ արեց։ Դու ճիշտ ես։ Մեզնից ինչ է պետք, մարդիկ, տեղեկություն, եւ որպիսի տեղացիները չխառնվեն։ Տեղացիները չեն խառնվի, ասաց Ռեզոն։ Ես խոսք եմ տալիս։ Սվետլագորսկը քոնն է, մինչև չավարտես։ Շնորհակալ եմ, բատոնո։ Մարդիկ կլինեն, ինչքան ասես այնքան կլինեն։ Շատ պետք չէ, մերաբն ինձ հետ է։ Էլի Զուրան է պետք զրույցների համար։ Զուրան կգա վաղը։ Գիան ոտքի կանգնեց։ Շնորհակալ եմ, եղբայրներ, ես սա չեմ մոռանա։ Ավտոն վեր կացավ, գրկեց նրան։ Մի շնորհակալ որ Գիա, սա պատվի հարց է։ Նրանք ձեռք են տվել Գողի մորը, սա վերաբերում է բոլորիս։ Որպիսի հասկանանք, թե ինչու Գիա դարձավ այն ինչ կա, պետք է վերադառնալ անցյալ, ամենասկիզբը։ 1952 թվական, Սվետլոգորսկ։ Շալվա Դավլյանիձեն Թբիլիսիից գործուղվել էր այստեղ։ Երիտասարդ ինժեներ, 25 տարեկան, գեղեցկադեմ, ուրախ, ակցենտով, որը խենթացնում էր տեղացի աղջիկներին։ Վալենտինա Պետրովնան դպրոցում ուսուցուհի էր, 23 տարեկան, խիստ, լուրջ։ Նա մտադրություն չուներ սիրահարվելու եկվոր վրացուն, բայց սրտին չես հրամայի։ 1 տարի անց նրանք ամուսնացան։ Եվս 2 տարի անց ծնվեց Գեորգին։ Գոշան, ինչպես նրան կանչում էր մայրը։ Մանկությունը սովորական էր։ Բակ, ընկերներ, դպրոց։ Հայրն աշխատում էր գործարանում, մայրը դպրոցում։ Ապրում էին ոչ հարուստ, բայց երջանիկ։ Հետո հայրը մահացավ, երբ Գոշան 14 տարեկան էր։ Սրտի կաթված, հենց աշխատանքի վայրում։ Ընկավ ու էլ վեր չկացավ։ Մայրը մի շաբաթ լաց էր լինում։ Գոշան չէր լալիս։ Նա 1 օրում մեծացավ։ Փող չկար։ Կերակրողին կորցնելու թոշակը կոպեկներ էր։ Մայրն աշխատում էր 2 դրույքով, տուն էր գալիս ուժը սպար եղած։ Գոշան սկսեց գումար վաստակել։ Սկզբում օրինական, բեռնակի շուկայում, բանվոր շինարարությունում, հետո անօրինական։ Նա սկսեց գողանալ 15 տարեկանում։ Սկզբում մանր-մունր բաներ, դրամապանակներ, պայուսակներ, խանութներից մանր գողություններ, հետո ավելի լուրջ, բնակարաններ, մեքենաներ, պահեստներ։ Նա խելացի էր, զգուշ, համբերատար,
չէր բռնվում, չէր պարծենում։ Փողը տանում էր մորը, ասում էր, որ վաստակել է լրացուցիչ աշխատանքով։ Մայրը հավատում էր, կամ ձև էր անում, թե հավատում է։ 18 տարեկանում նա առաջին անգամ նստեց։ Մանր գողություն, 1.5 տարի ընդհանուր ռեժիմ։ Մոր համար դա հարված էր։ Նա գալիս էր տեսակցության, լաց էր լինում, աղերսում էր թողնել այդ ճանապարհը։ Որդին խոստանում էր ու չէր պահում խոստումը։ Գաղութում Գիան հասկացավ, սա իր աշխարհն է։ Այստեղ ամեն ինչ պարզ ու հասկանալի է։ Կան գողեր, կան ֆրայերներ, կան օրենքներ, որոնք չի կարելի խախտել։ Կա հարգանք, որը պետք է վաստակել։ Եվ նա վաստակեց։ Երկրորդ անգամ նստեց 22 տարեկանում, երրորդը 27-ում։ Ամեն անգամ նա վերադառնում էր ավելի փոխված, ավելի կոշտ, խելացի, հեղինակավոր։ 89 թվին նրան թագադրեցին 10 հոգանոց գողական հավաք։ Գիա Թբիլիսկին, օրենքով գող։ Նա 35 տարեկան էր։ Մայրը իմացավ 1 տարի անց։ Ինչ որ մեկը պատմել էր, ինչ որ մեկը ցույց էր տվել թերթը գողական աշխարհի մասին հոդվածով։ Նա չէր գոռում, չէր լացում, պարզապես դադարեց նրա հետ խոսել։ 2 տարվա լռություն։ Նրա կյանքի ամենածանր 2 տարիները։ Որդին նամակներ էր գրում, նա չէր պատասխանում։ Փողեր ուղարկում, նա վերադարձնում էր։ Հետո ներեց, ինքը զանգեց, ասաց. «Արի տղաս, խոսենք»։ Նա եկավ, նստած էին խոհանոցում մինչև առավոտ։ Մայրը խոսում էր, նա լսում էր։ «Ես քեզ չեմ հասկանում, Գոշա, չեմ հասկանում, թե ինչպես ես ապրում, բայց դու իմ որդին ես, միակս, ես քեզ կսիրեմ այնպիսին, ինչպիսին որ կաս»։ Դրանից հետո հաստատվեց փխրուն խաղաղություն։ Նա տարին 1 անգամ էր գալիս, ռախտնի, փող էր ուղարկում։ Մայրը չէր վերցնում, բայց չէր էլ վերադարձնում, պահում էր խնայատետրում։ Նա երբեք որդուն օգնության չէր կանչում, երբեք չէր բողոքում, ապրում էր իր կյանքով, խաղաղ, համեստ, ազնիվ։ Եվ ահա, հիվանդանոցային մահճակալ, կոտրված ոսկորներ, դատարկ աչքեր, որովհետև ինչ-որ падգամավոր ցանկացել էր առևտրի կենտրոն կառուցել։ Գիան նստած էր մեքենայում, նայում էր գիշերային կրասնոդարին, հիշում էր։ Մայրը միշտ ասում էր նրան. «Գոշա, չարիք մի գործիր, այն կվերադառնա»։ Նա չարիք էր գործել, շատ չարիք, եւ այն վերադարձել էր բանտով, մենակությամբ, վախով։ Բայց այս չարիքը, նրանց դեմ ովքեր ձեռք են տվել մորը, նա կանի առանց ափսոսանքի, առանց վարանելու, մինչև վերջ։ Նրանք վերադարձան Սվետլագորսկ լուսադեմին։ Գիան մի տուն վարձեց ծայրամասում, հին, աննկատ, մեծ հողամասով։ Այստեղ կարելի էր աշխատել առանց ուշադրություն գրավելու։ Կեսօրին եկավ Զուրան, Զուրաբ Չխեիձե։ Ոչ բարձրահասակ, պինդ կազմվածքով, բարի դեմքով։ Նրան նայելով երբեք չէիր ասի, որ նա գողական աշխարհի լավագույն զրուցողներից մեկն է։ Զուրա չէր տեցում, չէր տանջում։ Նա պարզապես խոսում էր, նայում էր աչքերի մեջ, հարցեր էր տալիս։ Եվ մարդիկ սկսում էին խոսել իրենք, առանց հարկադրանքի, որովհետև նրա հայացք տակ լռելն անհնար էր։ «Գիա», Զուրան գրկեց նրան, «ցավակցում եմ»։ Մայրդ ինչպես է։ Անգիտակից է, բայց բժիշկներն ասում են դուրս կգա։ Դա լավ է։ Ինձնից ինչ է պետք։ Մարդկանց ենք խոսելու, շատ ենք խոսելու։ Երեկոյան եկավ պրոֆեսորը։ Լյոշա Կալինինը կարծես հաշվապահ լիներ։ Ակնոց, ճաղատացող մազեր, ճմրթված պիջակ։ Ոչ ոք չէր մտածի, որ այս մարդը 20 տարի աշխատել է դատախազությունում որպես քննիչ։ Նա գիտեր համակարգը ներսից, գիտեր ինչպես է այն աշխատում, որտեղ են դրա թույլ տեղերը։ Երբ դուրս եկավ մարմիններից, սկսեց աշխատել նրանց համար, ում առաջ նստեցնում էր։ Գիա Շալվովիչ, նա սեղմեց ձեռքը։ Ես ամեն ինչ հավաքել եմ, պատրաստ եմ զեկուցելու։ Նրանք նստեցին հյուրասենյակում, սեղանին թղթապանակներ էին, լուսանկարներ, տպագրված նյութեր։ Սկսենք գլխավորից։ Պրոֆեսորը բացեց առաջին թղթապանակը։ Վլադլեն Բորիսովիչ Կարաուլով, 48 տարեկան, Սվետլագորսկի վարչակազմի ղեկավար, 2002 թվականից։ Լուսանկար. գեր տղամարդ, կարմրած դեմքով, փոքրիկ աչքերով, թանկարժեք կոստյումով, ոսկե ժամացույցով։ 90-ականներին սովորական բանդիտ էր, կռիշա էր կանգնում շուկային, զբաղվում էր ռեկետով։ 98-ին օրինականացավ, բացեց շինարարական ֆիրմա, հետո ևս մեկը։ 2002-ին գնաց իշխանության, որտեղից փող ընտրությունների համար։
Պաստուխով Ռոման Իգորևիչ, Երկրամասային դումայի падգամավոր, Յուգստրոյի սեփականատեր։ Նրանք միասին են 90-ականներից։ Պաստուխովը փողն է, Կարաուլովը իշխանությունը, իդեալական միություն։ Պրոֆեսորը հանեց երկրորդ թղթապանակը։ Հիմա նրանք մեծ նախագիծ են մտածել։ Յուժնի առևտրի կենտրոն, 40,000 քառակուսի մետր։ Վայրը մասնավոր սեկտոր քաղաքի կենտրոնում, 23 տուն, 62 սեփականատեր։ Մայրդ նրանցից մեկն է։ Հա, նրա հողամասը առանցքային է, առանց դրա նախագիծը չի աշխատում։ Նա հրաժարվել է վաճառել, 3 անգամ փող են առաջարկել, լավ փող, շուկայականից բարձր։ Նա մերժել է, եւ այն ժամանակ նրանք որոշեցին ճնշում գործադրել, ֆիզիկապես։ Գլուշկոն Կարաուլովի տեղակալը կազմակերպեց, Կադիևն ուղարկեց իր մարդկանց, Բիկովն ու Լոսը իրագործեցին։ Գիան նայում էր լուսանկարներին, դեմքեր, անուններ, պաշտոններ։ Ինչ կասես Մենտի մասին։ Վեպրև Սերգեյ Նիկոլաևիչ, ներքին գործերի շրջանային բաժնի պետ, գնդապետ, ծառայում է 30 տարի, վերջին 10 տարին Կարաուլովի աշխատավարձով, փակում է գործերը, ճնշում գործադրում վկաների վրա։ Քննիչ Շերբակը նրա մարդն է, հենց նա էլ փակել Քոմոր գործը, հիմնավորումը, կենթային վնասվածք, տուժողը վայր է ընկել իր տանը ստացել վնասվածքներ, ստորագրություն, Շերբակ, վիզա, վեպրև։ Գիան լուր նայում էր փաստաթղթին, արձանագրության պատճենը, պաշտոնական բառեր, վայր ընկել։ 74-ամյա կինն ինքն իրեն կոտրել է ազդրը, ջարդել գլուխն ու տակնու վրա արել սեփական տունը։ Էլով կա։ Սաֆին Էդուարդ Մարատովիչ, կենտրոնական շուկայի սեփականատերը, լվանում է Կարաուլովի փողերն իր կետերի միջոցով։ Խորամանկ սայթակուն մարդ է, միշտ գլուխն ազատում է։ Պրոֆեսորը փակեց թղթապանակը։ Ընդհանուր 9 հոգի՝ Կարաուլով, Պաստուխով, Վեպրև, Գլուշկո, Կադիև, Սաֆին, Բիկով, Լոս, Շչերբակ։ Սա կորիզն է, կան նաև կամակատարներ, շեստյորկաներ, բայց դրանք կախվեն, կվերացնես վերնախավը, մյուսները կփախչեն ցրիվ կգան։ Գիան գլխով արեց։ Կոմպրոմատ։ Շատ։ Կարաուլովը ատկատ է վերցնում յուրաքանչյուր պայմանագրից, Պաստուխովը հարկերից խուսափում, կեղծ ֆիրմաներ, Վեպրևը գրիշա, կաշարք, Կադիևը հանցավոր համագործակցության կազմակերպում, Սաֆինը փողերի լվացում։ Ամեն մեկի վրա հոդված կա եւ ոչ մեկ հատ։ Ինչու չեն նստում։ Որովհետև համակարգ է, դատախազը Կարաուլովի ինքերն է, դատավորը նույնպես։ Դաշնայիններն էլ, ֆեդերալները չեն խառնվում։ Ինչներին է պետք մի փոքրիկ քաղաք։ Հիմա կխառնվեն։ Պրոֆեսորը նայեց նրան։ Ինչ ես մտածել, Գիա։ Մտածել եմ այնպես անել, որ նրանք կորցնեն ամեն ինչ, փող, իշխանություն, ազատություն, եւ որպեսզի իմանան ինչի համար։ Սա երկար խաղ է, ես ոչ միտեղ չեմ շտապում։ Գիան վեր կացավ, մոտեցավ պատուհանին, նայեց քաղաքին։ Կսկսենք ստորին օղակից, Բիկով եւ Լոս, նրանք ովքեր անմիջապես ձեռք են տվել մորս։ Նրանք Կադիևի զինյաններն են, սովորական ցլիկներ, ոչ մի առանձնահատուկ բան, այդպես էլ լավ է, նրանցից էլ կսկսենք։ Երբ վաղը, այսօր հանգստանում ենք, վաղը աշխատում։ Նա շրջվեց դեպի իր մարդիկ, Մերաբ, Զուրա, պրոֆեսոր։ Առայժմ 3-դ բավական եք, եթե ավելի շատ մարդ պետք լինի, ավտոն կուղարկի։ Եղբայրներ, ասեց Գիան, շնորհակալ եմ, որ եկաք, սա իմ գործն է, իմ պատերազմը, բայց ես ուրախ եմ, որ դուք ինձ հետ եք։ Մայրը սրբություն է, ասաց Զուրան, ով դա չի հասկանում, մարդ չէ։ Նրանք մարդ չեն, գլխով արեց Մերաբը, շուտով նրանք դա կիմանան։ Դենիս Բիկովը, անունը Ցուլ, Բիկ, պարզ էր ապրում։ 32 տարեկան նախկին բրցքամարտիկ։ Կարիերան չդասավորվեց, տաղանդը չհերիքեց, փոխարենը ուժը շատ էր։ 90-ականներին մարդկանց ծեծում էր փողի դիմաց, 2000-ականներին աշխատավարձով Կադիևի մոտ։ Բնակարանը մեկ սենյական ծայրամասում։
Մեքենան հին, սև, մքեցված ապակիներով BMW։ Կին չունի, երեխաներ չունի, ընկերուհի ունի, խանութի վաճառողուհի, գալիս է հանգստյան օրերին։ Պրոֆեսորը մեկ օրում հավաքել էր տեղեկությունը, առօրյան, սովորությունները, երթուղիները։ Ուշ է արթնանում, զեկուցում էր նա։ Կեսօրին գնում է մարզասրահ, հետո Կադիևի մոտ, ինչ-որ կետ։ Երեկոյան բարերով է ընկնում, վերադառնում է կեսգիշերն անց, հարբած, գրեթե միշտ մենակ։ Երբեմն լոսի հետ, բայց նա ապրում է այլ թաղամասում։ Անվտանգություն? Ոչ մի։ Նա ինքն իր համար անվտանգություն է։ Մտածում է, թե անհաղթահարելի է։ Գիան գլխով արեց։ Կբռնենք նրան գիշերը շքամուտքի մոտ։ Բիկովը տուն վերադարձավ գիշերվա ժամը 2-ին, հարբած, բայց ոչ այնքան շատ։ Քայլում էր վստահ, բանալիներով չէր զնգզնգացնում, սովորություն էր, նույնիսկ հարբած ժամանակ վերահսկել իրեն։ Շքամուտքը մութ էր, լամպը պտուտակված հանված, ինչ-որ մեկը նախապես հոգացել էր։ Նա բացեց դուռը, ներս մտավ։ Մթություն, լռություն։ Եվ հանկարծ հարված հետևից, ծոցրակին։ Ոչ ուժեղ, բայց դիպուկ։ Ոտքերը թուլացան, աշխարհը լողաց։ Երբ ուշքի եկավ, նստած էր աթոռին, ձեռքերը կապված էին մեջքի հետևում։ Դիմացը անծանոթ տղամարդ էր, ոչ երիտասարդ, ալեխառն մազերով, ծանր հայացքով։ Դու ով ես։ Բիկովը ցնցվեց, փորձեց վեր կենալ։ Պարաններն ամուր էին պահում։ Նստիր։ Ձայնը հանգիստ էր, հավասարակը շռված։ Ցնցվելն անիմաստ է։ Գիտես, թե ես ով եմ։ Ես Կադիևի մարդն եմ, նա քեզ։ Կադիևը շուտով ինքը կլինի այս աթոռին։ Իսկ առայժմ կխոսենք։ Բիկովը լռեց, սկսեց հասկանալ, որ սա լուրջ է։ Ինչ է քեզ պետք։ Ճշմարտությունը։ Պատմիր ինձ հուլիսի 12-ի գիշերվա մասին։ Սադովայա փողոց, տուն 8։ Այն պառավի մասին, որը չէր ուզում տունը ծախել։ Բիկովը գունատվեց։ Ես չգիտեմ ինչի մասին ես խոսում։ Գիտես, դու ու Լոսը եկել էիք նրա մոտ, գիշերով ներխուժել էիք տուն, տակնու վրա արել ամեն ինչ, նրան հրել էիք, նա ընկել էր ու հարվածել գլուխը։ Դուք նրան թողեցիք հատակին ընկած մինչև առավոտ։ Դա ես չէի, Լոսն էր նրան հրել, ես ուղղակի կանգնած էի։ Կանգնած էիր ու նայում էիր, այդպես։ Գիան կռացավ նրա կողմը։ Այդ կնոջ անունը Վալենցինա Պետրովնա է, նա 74 տարեկան է, նա իմ մայրն է։ Բիկովը բերանը բացեց, փակեց, հետո նորից բացեց։ Ես չգիտեի ինչը, որ նա որդի ունի, թե որ այդ որդին կգա։ Կաջիևն ասաց ուղղակի մի պառավ է, ոչ մեկը չունի, ասաց վախեցրեք, որ թղթերը ստորագրի։ Ու դուք վախեցրիք։ Մենք չէինք ուզում նրան ծեծել, նա ինքը սկսեց գոռալ, դիմադրել, Լոսը նրան հրեց, նա ընկավ։ Ու դուք գնացիք, թողեցիք նրան ընկած։ Մենք կարծում էինք ուղղակի ընկել է, չգիտեինք, որ այդքան լուրջ է։ Գիան լռում էր նայելով նրան։ Բիկովը սկսեց տեղում անհանգիստ շարժվել։ Այդ հայացք տակ գտնվելն անհնար էր, թվում էր քեզ տեսնում են ներսից, ամբողջ էությամբ։ Ո՞վ է հրամայել, հարցրեց Գիան։ Կադիևը։ Նա ասաց պետք է ճնշում գործադրել այդ պառավի վրա։ Նա վերջինն է, որ չի ծախում։ Դրա պատճառով նախագիծը կանգնել է։ Էլով գիտեր։ Գլուշկոն, նա էր կազմակերպում, ու Կարաուլովը երևի, առանց նրա Կադիևը ոչինչ չի անում։ Էլով էր ձեզ հետ։ Միայն ես ու Լոսը, երկուսով, էլ ոչ ոք չկար։ Գիան ուղղվեց, նայեց անկյունում կանգնած Զուրային։ Հավատում ես նրան։ Զուրան մոտեցավ, նայեց Բիկովի աչքերին, երկար, ուշադիր։ Հավատում եմ, նա ճիշտն է ասում, նա չափազանց հիմար է ստելու համար։ Բիկովը չվիրավորվեց հիմար բառից, նա ուրախ էր, որ իրեն հավատում են։ Հիմա ինչը, հարցրեց Գիան։ Ինձ սպանելու եք։ Ոչ, ասաց Գիան։ Սպանելը չափազանց հեշտ է։ Դու կապրես ու կհիշես։ Ինչը հիշեմ, որ ձեռք ես տվել օրենքով գողի մորի եւ պատասխան ես տվել դրա համար։ Բիկովը չհասկացավ, բայց շուտով զգաց։ Առավոտյան նա ուշքի եկավ մայրուղի եզրին, մինչև ներքնազգեստ մերկացված, առանց փողի, առանց հեռախոսի։ Ճակատին մարկերով գրված էր. Ես ծերերին եմ ծեծում։ Կողքին մի գրություն կար։ Եթե որևէ մեկին պատմես կվերադառնանք, ու այդ ժամանակ խոսակցությունն այլ կլինի։
Նա ոչինչ չպատմեց, հավաքեց իրերը, պատահական մեքենայով հասավ քաղաք եւ հենց նույն օրը հեռացավ, ուր աչքը կտրեց, Սվետլոգորսկից հեռու։ Առաջինն արված էր։ Արտյոմ Լոսն ավելի խորամանկ էր, 28 տարեկան, նախկին ըմբշամարտիկ։ Ի տարբերություն Բիկովի հիմար չէր, զգուշ էր ու կասկածամիտ։ Բիկովի անհետացումից հետո նա զգաստացավ։ Նա կապի դուրս չի գալիս, զեկուցում էր պրոֆեսորը։ Հեռախոսն անջատված է, տանը չի երևում։ Կադիևն էլ չգիտի նա ուր է։ Վախեցել է, երևի լուրերը տարածվել են։ Ինչ որ մեկը տեսել է Բիկովին մայրուղու վրա, կիսամերկ, պատմությունը տարածվել է։ Լավ է, թող վախենան, վախը մեր դաշնակիցն է։ Լոսը հայտնվեց 3 օր անց։ Պրոֆեսորը նրան գտավ հարևան քաղաքում, Սվետլոգորսկից 100 կիլոմետր հեռու։ Մի էժանագին հյուրանոցում սենյակ էր վարձել, սուսուփուս նստել էր։ Թաքնվում է, ասաց պրոֆեսորը, կարծում է ոչ ոք չի գտնի։ Գտանք, ինչ անենք նրա հետ։ Նույնը ինչ Բիկովի հետ, բայց խոսակցությունն ավելի կոշտ կլինի։ Նա է այն մարդը, ով հրել է մորս։ Լոսին բռնեցին գիշերը, հյուրանոցում։ Մերաբը բացեց կողպեքը 30 վայրկյանում։ Զուրան ներս մտավ առաջինը, Գիան հետևից։ Լոսը քնած էր, չլսեց։ Արթնացավ միայն այն ժամանակ, երբ Մերաբն արդեն սեղմել էր նրա կոկորդը։ «Սուս», ասաց Գիան, «գոռաս, ավելի վատ կլինի»։ Լոսը չէր գոռում, նայում էր չռված աչքերով, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ «Հագնվիր, գնում ենք խոսելու»։ Խոսեցին նույն տան, որտեղ Բիկովի հետ։ Լոսը նստած էր աթոռին, գունատ, քրտնած։ Նա արդեն գիտեր, թե ով է իր դիմացը, լուրերը հասել էին նրան։ «Գիա Թբիլիսկի», շշնջաց նա, «օրենքով գող»։ «Ճանաչում ես ինձ»։ «Լսել եմ, բոլորն են լսել։ Դուք այն պառավի որդին եք»։ «Նրան պառավ չանվանես, նա Վալենտինա Պետրովնան է, իմ մայրը»։ «Ես չգիտեի, երդվում եմ, չգիտեի»։ «Հիմա գիտես, պատմիր»։ Լոսը պատմեց ամեն ինչ։ Ինչպես Գադիևը զանգեց, ասաց գործ կա, ինչպես ինքն ու Բիկովը եկան գիշերով, ներխուժեցին տուն, ինչպես Վալենտինա Պետրովնան հրաժարվեց թղթերը ստորագրել, ինչպես սկսեցին ջարդուփշերել տունը վախեցնելու համար։ «Նա բռնեց իմ ձեռքը», ասում էր Լոսը, փորձում էր կանգնեցնել։ «Ես ինձ հետ քաշեցի, նա ընկավ, գլուխը հարվածեց սեղանի անկյունին։ Ես չէի ուզում, բայց արեցի»։ «Հա? Ինչ եղավ հետո»։ Մենք գնացինք, կարծում էինք կվերկենա, ինչ-որ մեկին կզանգի, չէինք մտածում, որ այդքան լուրջ է։ Նա հատակին պառկած մնաց մինչև առավոտ, մենակ, առանց օգնության։ Հարևանուհին նրան գտավ առավոտյան ժամը 7-ին։ Լոսը գլուխը կախեց։ Ես չգիտեի։ Գիտեիր, պարզապես քեզ համար միևնույն էր։ Լռություն։ «Ով է հրամայել»։ հարցրեց Գիան։ «Կադիևը»։ Ասաց ճնշեք, որ ստորագրի, եթե չստորագրի, ցույց տվեք, որ ավելի վատ կլինի։ Էլով գիտեր, Գլուշկոն հաստատ, գուցե Կարաուլովը, չգիտեմ։ Ինչքան վճարեցին ձեզ։ 20,000 ամեն մեկիս։ Գիան գլխով արեց։ 20,000 այն բանի համար, որ կործանեն 74-ամյա կնոջ կյանքը։ Մենք չէինք մտածում, դուք չէիք մտածում, դա ձեր գլխավոր խնդիրն է։ Գիան վեր կացավ, քայլեց սենյակում։ Գիտես ինչ է հասնում ըստ գողական հասկացողության այն բանի համար, ինչ դու ես արել։ Լոսն ավելի գունատվեց։ «Մահ», շշնջաց նա, «ճիշտ է, մահ, դանդաղ ու տանջալից»։ Լոսը սկսեց դողալ։ «Խնդրում եմ, ինչ ասեք կանեմ, կգնամ անհետանամ»։ «Դու առանց էդ էլ կանհետանաս, հարցն այն է, ինչպես»։ Գիան երկար նայեց նրան։ «Ես քեզ մեկ շանս կտամ, միայն մեկ։ Դու կգրես մանրամասն խոստովանություն անուններով, ով է հրամայել, ով է իմացել, ով է վճարել, ու կհեռանաս շատ հեռու, ընդմիշտ։ Եթե երբևէ վերադառնաս, եթե որևէ մեկին պատմես, խոստովանությունդ կհասնի այնտեղ, որտեղ պետք է, ու ես անձամբ կգամ քո հետևից։ Կգրեմ, ամեն ինչ կգրեմ, երդվում եմ»։ «Զուրա», Գիան գլխով արեց, «թող թուղթ տուր նրան»։ Լոսը գրում էր 2 ժամ, ջեռքը դողում էր, տառերը թրջկոտում էին, բայց նա գրեց ամեն ինչ, անուններ, ամսաթվեր, գումարներ, Կադիև, Գլուշկո, Կարաուլով։ Երբ վերջացրեց, Գիան կարդաց ու գլխով արեց։ «Լավ է, հիմա հեռացիր, հենց այսօր,
ու մոռացիր ես կողմերի ճանապարհը։ Լոսը հեռացավ հենց նույն գիշեր, ավտոբուս մինչև Վոլգոգրադ, հետո ավելի հեռու, թե ուր հայտնի չէ, կարևորը հեռու։ Երկուսն արդեն պատրաստ էին։ Քաղաքը սկսեց իրար անցնել։ Կադիևի երկու զինվորները մեկ շաբաթվա մեջ անհետացան։ Սկզբում Բեկովին գտան մայրուղի վրա կիսամերկ, ճակատին գրվածքով, հետո Լոսը ուղակի կորավ, կապի դուրս չեկավ, լուրերը սողում էին փողոցներում, ասում էին ինչ-որ մեկն է եկել, ասում էին Մոսկվայից է, ասում էին Սադավայա փողոցի են պարավի պատճառով է։ Կադիևը նյարդայնացավ, զանգեց Կարաուլովին, բացատրություն պահանջեց։ Ինչ է կատարվում, իմ մարդիկ անհետանում են։ Հանդարտվիր, պատասխանեց Կարաուլովը։ Երևի ուղակի փախել են, ինչ որ բանից վախեցել են։ Բիկովը փախչողներից չէ, նրան ինչ որ մեկը բռնել է, ով։ Մեր քաղաքում դա անհնար է, իսկ եթե հնարավոր է, մենք կիմանանք ու հարցերը կլուծենք։ Ես վարչակազմի ղեկավարն եմ, Վեպրևը ոստիկանության պետը, ով կարող է մեզ դիմակայել։ Կադիևը վստահ չէր, բայց լռեց։ Հաջորդը Շչերբակն էր, Իգոր Պավլովիչ Շչերբակ, ոստիկանության քննիչ, 38 տարեկան, ամուսնացած, 2 երեխա, սովորական մենդ, ինչպիսիք հազարավորներն են, մանր-մունր կաշառքներ է վերցնում, գումարի դիմաց գործեր փակում, քաղաքականության մեջ չի խառնվում։ Նա այն մարդն է, ով փակել էր Վալենտինա Պետրովնայի վրա հարձակման գործը։ Արձանագրության մեջ գրել է կենցաղային վնասվածք, տուժողն ընկել է։ Պրոֆեսորը նրան հեշտ գտավ։ Շչերբակն ապրում էր բացահայտ, չէր թաքնվում։ Ինչու թաքնվել, նա ոստիկան է, համակարգի պաշտպանության տակ։ Ընտանիք ունի, հարցրեց Գիան։ Կին, 2 երեխա, տղա ու աղջիկ, դպրոցական են։ Ընտանիքին ձեռք չենք տալիս, միայն իրեն, հասկացա։ Շչերբակին բռնեցին աշխատանքից տուն գնալու ճանապարհին։ Նա երեկոյան վերադառնում էր իր մեքենայով, սովորական երթուղ, սովորական օր։ Մի դատարկ փողոցում նրա մեքենայի ճանապարհը կտրեցին։ Նա արգելակեց, սկսեց հայհոյել, դուրս եկավ հարցեր լուծելու ու հայտնվեց օտար մեքենայում գլխին պարկ հագցնած։ Խոսեցին նույն տանը։ Շչերբակը նստած էր աթոռին ու դողում էր։ Նա միանգամից հասկացավ, սա լուրջ է։ Սրանք այն բանդիտները չեն, որոնց կարելի է գնել, սա այլ բան է։ Գիտես ես ով եմ, հարցրեց Գիան։ Ոչ։ Ես անուն եմ Գիա Դբիլիսկի, ես օրենքով գող եմ։ Շչերբակը սպիտակեց։ Ես ոչինչ չեմ արել, ես ուղակի ոստիկան եմ։ Դու գործ ես փակել, իմ մոր վրա հարձակման գործը։ Որ գործը, ես շատ գործեր եմ փակում։ Վալենտինա Պետրովնա Դավլիկանիձե, Սադովայա փողոց, տուն 8, հուլիսի 12, արձանագրության մեջ գրել ես կենցաղային վնասվածք, տուժողն ընկել է։ Շչերբակը հիշեց, դեմքից երևում էր։ Հիշեցի, ինձ հրամայել են։ Ով է հրամայել։ Վեպրևը, պետը, ասաց փակիր, մի փորփրիր։ Ինչու՞, ասաց Կարաուլովի մարդիկ են։ Ասաց մի խառնվիր, քեզ վրա թանկ կնստի։ Ու դու չխառնվեցիր, իսկ ես ինչ կարող էի անել։ Նա գնդապետ է, պետս է։ Ես սովորական քննիչ եմ, եթե հրաժարվեի, աշխատանքից կթռնեի։ Դու կարող էիր քո աշխատանքն անել, կարող էիր ճշմարտությունը գրել, կարող էիր պաշտպանել զոհին։ Մեր համակարգում այդպես չի աշխատում։ Գիտեմ ձեր համակարգն ինչպես է աշխատում, դրա համար էլ ես այստեղ եմ։ Գիան վեր կացավ, քայլեց սենյակում։ Դու ընտրություն ունես, Շերբակ։ Առաջին տարբերակ, դու նորից ես գրում արձանագրությունը։ Ճշմարտությունը ինչպես եղել է։ Հարձակում, ծեծ, հարձակվողների անունները ու տանում ես ղեկավարությանը։ Ինձ աշխատանքից կհանեն, գուցե, բայց դու ողջ կմնաս։ Իսկ երկրորդ տարբերակը, Գիան նայեց նրան։ Երկրորդ տարբերակը քեզ դուր չի գա։ Շերբակը լռում էր, մտածում, դեմքից քրտինք էր հոսում։ Եթե ես նորից գրեմ, Վեպրևն ինձ կոչնչացնի, Կարաուլովն էլ։ Վեպրևն ու Կարաուլովը շուտով իրենց խնդիրներով զբաղված կլինեն։ Նրանք քո ժամանակը չեն ունենա։ Որտեղից գիտեք։ Գիտեմ։ Լռություն։ Լավ, ասաց Շերբակը վերջապես։ Ես կվերագրեմ, բայց ինձ երաշխիքներ են պետք։ Ինչ երաշխիք։ Որ ինձ ձեռք չեն տա, ոչ դուք, ոչ նրանք։ Ես քեզ ձեռք չեմ տա, եթե անես այնինչ ասված է։
իսկ նրանք շուտով այն վիճակում չեն լինի, որ որևէ մեկին ձեռք տան։ Շերբակը գլխով արեց. Երբ վաղը առավոտյան կգնաս աշխատանքի ու կվերագրես։ Եվ նաև զեկուցագիր կգրես այն մասին, թե ինչպես է վեպրևը հրամայել քեզ փակել գործերը, բոլոր գործերը, ոչ միայն սա, բայց դա իմ կարիերայի վերջն է, դա քո նոր կյանքի սկիզբն է, մաքուր առանց գեղտի։ Շերբակը նայեց նրան, հետո գլուխը կախեց։ Լավ, կանեմ։ Նրան բաց թողեցին գիշերը, իջեցրին տան մոտ առանց կապտուկների, առանց հետքերի։ Առավոտյան նա գնաց աշխատանքի ու արեց այն, ինչ խոստացել էր։ Վերագրեց արձանագրությունը, զեկուցագիր գրեց վեպրևի դեմ, մինչև կեսօր ամբողջ բաժինը իրար էր անցել։ Երեքն արդեն պատրաստ էին, քաղաքը փոխվում էր։ Լուրերը աճում էին ձնագնդի պես, մարդիկ փսփսում էին փողոցներում, խանութներում, հերթերում, ինչ որ մեկն է եկել, ինչ որ մեծ մարդ Մոսկվայից, մեկը ումից վախենում են նաև Կարաուլովն ու Վեպրև։ Կադիևի զինվածները նյարդայնում էին։ Երկուսը անհետացել էին, մեկը հայտնվել էր ճակատին գրվածքով։ Ինչ է կատարվում։ Ով է հաջորդը։ Ոմանք սկսեցին հեռանալ քաղաքից։ Սուսուփս, առանց հայտարարելու, հավաքում էին իրերքն ու անհետանում։ Կադիևը կատաղել էր, ամեն օր զանգում էր Կարաուլովին։ Պետք է ինչ-որ բան անել, իմ մարդիկ փախչում են։ Հանգիստ, ես զբաղվում եմ։ Ինչպես ես զբաղվում, ինչ ես անում։ Տեղեկություն եմ փնտրում, փորձում եմ իմանալ, ով է։ Բայց տեղեկություն չկար։ Գիան աշխատում էր մաքուր, առանց հետքերի, ոչ ոք չէր տեսել, ոչ ոք չէր լսել, միայն արդյունքներն էին, անհետացող մարդիկ ու աճող վախը։ Վեպրևն էլ էր նյարդային անում։ Շչերբակի զեկուցագիրը դրվեց նրա սեղանին, առավոտյան նա կարդաց ու կատաղեց։ Շչերբակին կանչեք ինձ մոտ։ Բայց Շչերբակն արդեն չկար, նա աշխատանքից դուրս գալու դիմում էր գրել ու գնացել տուն, ընտանիքի մոտ, հեռու այն ամենից, ինչ մոտենում էր։ Վեպրևը նայում էր զեկուցագրին ու հասկանում, սա ուղղակի ենթակայի ըմբոստություն չէ, սա ինչ-որ ավելի մեծ բանի սկիզբ է։ Նա զանգեց Կարաուլովին. Վլադլեն Բորիսովիչ, մենք խնդիրներ ունենք։ Գիտեմ, ինչ ես առաջարկում։ Գտնել այդ մարդկանց ու վերացնել։ Ինչպես գտնել, մենք նույնիսկ չգիտենք ովքեր են նրանք։ Ձևեր կան, ինձ ժամանակ տուր։ Ինչքան։ 1 շաբաթ։ Լավ, 1 շաբաթ։ Վեպրևը կախեց լսափողը, դարակից հանեց կոնյակի շիշը, մի բաժակ լցրեց։ Նա չգիտեր, որ իր ժամանակն արդեն սպառվել է։ Էդուարդ Սաֆինը առաջինը զգաց վտանգը, աղվեսի պես խորամանկ էր։ 40 տարի բիզնեսում էր, սկզբում շուկայում, հետո Կարաուլովի կողքին։ Նա գոյատևել էր ցանկացած իշխանության օրոք, ցանկացած տիրոջ հետ, կարողանում էր վտանգը զգալ կիլոմետրերից։ Երբ Բիկովն ու Լոսը անհետացան, երբ Շչերբակը զեկուցագիր գրեց ու աշխատանքից դուրս եկավ, Սաֆինը հասկացավ ինչ որ բան այն չէ, ինչ որ մեծ ու վտանգավոր բան է մոտենում։ Նա զանգեց Կարաուլովին. Վլադլեն Բորիսովիչ, մենք պետք է խոսենք։ Ինչի մասին։ Այն ամենի, ինչ կատարվում է, լուրեր եմ լսում, վատ լուրեր։ Ինչ լուրեր, որ Մոսկվայից լուրջ մարդկանցից մեկն է եկել։ Հիմարություն է, ով կարող է գալ։ Չգիտեմ, բայց շուկայում իմ մարդիկ ասում են գողերը շարժվել են։ Ռեզո Բատոնո հրաման է տվել չխառնվել Սվետլագորսկի գործելին։ Դա նշանակում է ինչ որ մեկն աշխատում է օրնությամբ։ Կարաուլովը լռեց։ Ռեզո։ Ինչ կապ ունի այստեղ Ռեզոն։ Ռեզոն երկրամասի նայողն է, առանց նրա գիտության ոչինչ չի կատարվում։ Եթե նա ասել է ձեռք չտալ, ուրեմն այնտեղ ինչ որ մեկն իրենից բարձր է կամ հավասար։ Թե ով է չգիտեմ, բայց խորհուրդ եմ տալիս զգուշ լինել։ Սաֆինը կախեց լսափողը, պատուհանից նայեց շուկայի հրապարակին։ Նա մտադիր չէր սպասել, նա մտադիր էր փախչել, բայց չհասցրեց։ Նրան բռնեցին երեկոյան տան մոտ։ Սաֆինն ապրում էր լավ թաղամասում, առանձնատուն, ցանկապատ, պահակ։ Մի պահակ կար, թոշակառումենտ, ավելի շատ ձևի համար, քան պաշտպանության։ Պահակին հեռացրին լուր։ Մերաբը մոտեցավ հետևից, սեղմեց կոկորդը, ոչ մահացու, մինչև գիտակցությունը կորցնելը։ Զգուշությամբ պարկեցրեց խոտերին։
Սաֆինը դուրս եկավ մեքենայից, տեսավ գետնին ընկած պահակին, ամեն ինչ հասկացավ ու շրջվեց, որ փախչի։ Զուրան կանգնած էր հետևում։ «Միշտ ապիր, Էդվարդ, խոսելու բան ունենք»։ Խոսակցությունը կարճ տևեց։ Սաֆին հերոս չէր, նա գործարար էր, հասկանում էր դիմադրելն անիմաստ է, պետք է պայմանավորվել։ «Ինչ եք ուզում», հարցրեց նա նստած աթոռին քաղաքի ծայրամասի այն ծանոթ տանը։ «Տեղեկություն», պատասխանեց Գիան։ «Իսկ փողը»։ «Ինչ տեղեկություն»։ «Ամեն ինչ Կարաուլովի մասին, հաշիվները, սխեմաները, ատկատները։ Ում է վճարում, ումից է ստանում»։ Դա բարդ է։ «Դու կհաղթահարես»։ «Իսկ փողը»։ «Փոխհատուցում մորս համար, 1 միլիոն ռուբլի»։ Սաֆինը դեմքը ծամացրեց։ 1 միլիոն, մեծ փող է, բայց կյանքն ավելի թանկ է։ «Լավ, ես կտամ և տեղեկությունը, և փողը»։ «Դա դեռ ամենը չէ»։ «Էլ ինչ»։ «Դու կհեռանաս քաղաքից, կվաճառես բիզնեսդ ու կգնաս ընդմիշտ»։ «Բայց շուկան իմ կյանքն է, 30 տարի»։ Գիան նայեց նրան։ 30 տարի դու լվացել ես կեղտոտ փողերը, օգնել ես Կարաուլովին գողանալ, ճնշել մարդկանց։ Դու այն համակարգի մի պարսն ես, որը կործանեց մորս։ Շնորհակալ եղիր, որ ավելին չեմ պահանջում։ Սաֆինը լռեց։ Հասկանում էր, սարկարելն անիմաստ է։ «Լավ», ասաց նա վերջապես, «ես կգնամ։ Եվ ևս մեկ բան. դու ամեն ինչ կպատմես պրոֆեսորին»։ Ամեն մի սխեմա, ամեն մի հաշիվ, ամեն մի անուն։ Եթե ստես, եթե ինչ-որ բան թաքցնես, ես կիմանամ, ու այդ ժամանակ խոսակցությունն այլ կլինի։ Կպատմեմ, ամեն ինչ կպատմեմ։ Սաֆինը խոսում էր ամբողջ գիշեր։ Պրոֆեսորը գրի էր առնում, ճշտում, նորից հարցնում։ Առավոտյան նրանք արդեն ունեին ամբողջական պատկերը։ Կարաուլովը ատկատ էր վերցնում ամեն մի պայմանագրից, 10-ից մինչև 30%։ Փողերը գնում էին Սաֆինի ֆիրմաների միջոցով, լվացվում շուկայում, հետո հայտնվում օֆշորային հաշիվներին։ Փաստուխովը վճարում էր հողի համար, կառուցապատման տակ անցնող ամեն մի հողամաս մի առանձին ծրար էր։ Գլուշկոն ստանում էր իր բաժինը վտարումների կազմակերպման համար։ Վեպրևը մշտական աշխատավարձի վրա էր, ամսական 50,000 կռիշակ անգնելու համար, գումարած բոնուսներ փակված գործերի դիմաց։ Կադիևը ուժային ապահովումն էր, վճարում էին ամեն գործի համար առանձին, պարտքը հետ ստանել 10,000, մարդուն ճնշել 20,000, ծեծել 30,000։ Մորս համար նրանք վճարել են 30,000, ասաց Գիան, նայելով գրառումներին, 15-ական ամեն մեկին։ Այո, գլխով արեց պրոֆեսորը, ստանդարտ սակագին է։ Ստանդարտ։ Գիան լռեց։ Ընդհանուր ինչքան փող է անցել Սաֆինի միջով։ Վերջին 5 տարում մոտ 300 միլիոն ռուբլի, դրանից մոտ 100-ը մաքուր ատկատ։ Ուր էին գնում։ Օֆշորներ, Կիպրոս, Պանամա, դրածո անձանց անուններով հաշիվներ։ Կարելի է հասնել դրանց։ Բարդ է, բայց հնարավոր է, բանկերում կապեր են պետք։ Ավտոն կապեր ունի, կապվիր նրա հետ։ Պրոֆեսորը գլխով արեց, Սաֆինը հեռացավ 2 օր անց։ Շուկան վաճառեց արագ ու էժան, գնորդը միանգամից գտնվեց, ավտոյի մարդիկ, որոնք վաղուց էին աչք դրել դրա վրա։ 1 միլիոն ռուբլին փոխանցեց այն հաշվին, որը նշել էր պրոֆեսորը։ Այդ գումարը կգնա Վալենտինա Պետրովնայի բուժմանը։ Հրաժեշտ տալիս Սաֆինն ասաց. «Դուք չգիտեք ինչի մեջ եք խառնվել։ Կարաուլովը վտանգավոր մարդ է, նա կապեր ունի երկրամասում, Մոսկվայում։ Գիտեմ, հենց դրա համար էլ ես այստեղ եմ»։ 4-ն արդեն պատրաստ էին, մնացել էր 5-ը։ Գլուշկոին բռնեցին հաջորդ օրը։ Անդրեյ Վիկտորովիչ Գլուշկո, Կարաուլովի տեղակալը հողային հարցերով։ 42 տարեկան կարիերիստ չինովնիկ, սկսել էր որպես հասարակ կլերկ, հասել էր մինչև տեղակալի պաշտոնի։ Նա էր կազմակերպում վտարումները, շրջում էր տներով, փող առաջարկում, եթե մարդիկ հրաժարվում էին, միացնում էր Կադիևին։ Եթե դա էլ չէր օգնում, սկսվում էին խնդիրները։ Անջատում էին լույսը, ջուրը, գազը, ստուգումներ էին ուղարկում, գործեր բացում։ Գլուշկոն վախկոտ էր, քաջ էր միայն Կարաուլովի թիկունքում, համակարգի պաշտպանության տակ։ Նրան բռնեցին առավոտյան, աշխատանքի գնալիս։ Նա իր Տոյոտայով էր, ռադիո էր լսում։ Չնկատեց, թե ինչպես սև Մերսեդեսը կպավ հետևից։ Լուսացույցի տակ մերաբը դուրս եկավ, բացեց Տոյոտայի դուռը։
Գլուշկոն նույնիսկ չհասցրեց ճճչալ։ Խոսակցությունը կոշտ էր, Գլուշկոն դողում էր, լաց լինում, աղաչում։ Նա միանգամից հասկացավ, թե ով է իր դիմացը։ Ամբողջ քաղաքն արդեն գիտեր Գիա Թբիլիսկու մասին։ Ես միայն հրամաններն էի կատարում, գոռում էր նա։ Կարաուլովն ասում էր, ես անում էի, ես մեղավոր չեմ։ Դու գնացել ես մորս մոտ, ասեց Գիան, 3 անգամ։ Փող ես առաջարկել, սպառնացել ես։ Ես չեմ սպառնացել, ես ուղղակի ասում էի, որ ավելի լավ կլինի, եթե նա վաճառի։ Իսկ երբ նա հրաժարվեց, դու զանգեցիր Կադիևին։ Դա ես չէի որոշում, Կարաուլովն ասաց ճնշիր։ Դու փոխանցեցիր հրամանը, դու կազմակերպեցիր, դու մեղավոր ես։ Գլուշկոն լռեց, հասկացավ, արդարացումները չեն անցնում։ Ինչ եք ուզում, շշնջաց նա։ Փաստաթղթերը, Յուժնի նախագծի բոլոր թղթերը, ումն է հողը, ով է ստացել փողերը, ինչ թույլտվություններ են տրվել։ Դա անհնար է, փաստաթղթերը վարչակազմում են, պահպանության տակ։ Դու մուտքի իրավունք ունես։ Եթե վերցնեմ, ինձ կբռնեն։ Չեն բռնի, դու դա կանես այսօր գիշերը։ Պահակներին կասես, թղթերը մոռացել եմ, շտապ պետք են, քեզ ներս կթողնեն։ Իսկ եթե ոչ, այդ ժամանակ մենք այլ կերպ կխոսենք։ Գլուշկոն նայում էր նրան, հասկանում էր, ընտրություն չունի։ Լավ, ասաց նա, կվերցնեմ փաստաթղթերը։ Եվ եւս մի բան, դու աշխատանքից դուրս գալու դիմում կգրես եւ խոստովանություն, որ ամեն ինչ արել ես Կարաուլովի հրամանով։ Բայց դա իմ կարիերայի վերջն է։ Քո կարիերան ավարտվեց այն ժամանակ, երբ դու զանգեցիր Կադիևին։ Հիմա ընտրիր փաստաթղթերն ու խոստովանությունը, թե այլ տեսակի խոսակցություն։ Գլուշկոն ընտրեց փաստաթղթերը։ Գիշերը նա մտավ վարչակազմի շենք, դուրս բերեց փաստապանակները, 3 արկղ, Յուժնի նախագծի ողջ փաստաթղթերը։ Առավոտյան աշխատանքից ազատման դիմումը դրեց քարտուղարուհի սեղանին ու անհետացավ։ Գնաց հարազատների մոտ, Որոնեժ, հեռու, հանգիստ, ապահով։ 5-ն արդեն պատրաստ էին, մնացել էր 4-ը։ Կադիևն իմացավ, որ իրեն փնտրում են։ Նրա մարդիկ զեկուցեցին։ Սաֆինը հեռացել է, Գլուշկոն անհետացել է։ Բիկովն ու Լոսը նույնպես չկան։ Շչերբակը աշխատանքից դուրս է եկել։ 5 հոգի, 2 շաբաթվա մեջ, համակարգը փլվում էր աչքի առաջ։ Կադիևը իմար չէր, հասկացավ, հաջորդն ինքն է։ Զանգեց Կարաուլովին։ Ինձ պաշտպանություն է պետք։ Ինչ պաշտպանություն։ Մարդիկ, զենք, այդ գողը գալու է իմ հետևից։ Որ գողը։ Գիա Թբիլիսկին։ Դու չես լսել, ամբողջ քաղաքը գիտի։ Լսել եմ, բայց չեմ հավատում։ Ինչու պիտի օրենքով գողին պետք լինի մեր փոքրիկ քաղաքը։ Այն պատճառով, որ մենք ձեռք տվեցինք նրա մորը, Սադովայա փողոցի այն պառավին։ Լռություն լսափողի մեջ։ Որտեղից գիտես։ Նոսը պատմեց փախչելուց առաջ։ Նամակ էր թողել, թե սա այն կնոջ որդին է, օրենքով գող։ Ասաց գնում եմ, քանի դեռ ուշ չէ։ Ինչու ինձ միանգամից չասացիր։ Կարծում էի ինքնուրույն գլուխ կհանեմ, չստացվեց։ Կարաուլովը երկար լռեց։ Լավ, ես կխոսամ վեպրևի հետ, պահպանություն կկազմակերպենք։ Երբ, այսօր, նստիր տանը, դուրս չգաս։ Կադիևը կախեց լսափողը, սեյֆից հանեց Մակարով ատրճանակը, դեռ 90-ականներից մնացած։ Պահակախումբը լավ է, բայց ավելի լավ է ինքդ պատրաստ լինես։ Վեպրևը երեկոյան եկավ Կարաուլովի մոտ, նստած էին աշխատասենյակում, փակ դռների հետևում, սեղանին կոնյակի շիշ, 2 բաժակ։ Պատմիր ինչ գիտես, ասաց Կարաուլովը։ Քիչ բան, Գիա Թբիլիսկի, օրենքով գող, թագադրվել է 89 թվին, նստել է 3 անգամ։ Վերջին 15 տարին Մոսկվայում է, օրինական բիզնես ունի։ Ինչու է նա այստեղ։ Նրա մորը, Սադովայա փողոցի այն կինը, ում քո մարդիկ ծեծել են։ Կարաուլովը հայհոյեց։ Ես չգիտեի, որ նրա որդին գող է։ Ոչ ոք չգիտեր։ Նա խաղաղ էր ապրում, ոչ մեկի հետ չէր շփվում, նույնիսկ հարևանները չգիտեին։ Ինչ է ուզում։ Վրեժ, ըստ գողական օրենքների, մոր համար արյուն է հասում։ Նա մեզ կսպանի։ Չգիտեմ։ Առայժմ ոչ մեկի չի սպանել։ Բիկովը, Լոսը, Սաֆինը, Գլուշկոն բոլորը ողջ են, պարզապես հեռացել են։ Այդ դեպքում ինչ է ուզում։ Գուցե ուզում է կործանել, խլել ամեն ինչ, փողը, իշխանությունը, բիզնեսը։ Դա մահից էլ վատ է։ Կարաուլովը մի կում կոնյակ խմեց։ Ինչ ես առաջարկում։ 2 տարբերակ։ Առաջինը պայմանավորվել, վճարել, ներողություն խնդրել, գուցե ընդունի, իսկ երկրորդը վերացնել նրան։ Օրենքով գողին, դու հասկանում ես ինչ կլինի։ Հասկանում եմ,
Պատերազմ գողերի հետ, բայց եթե նա մեզ կործանի, պատերազմն այլևս պետք չի լինի։ Մենք առանց այդ էլ մեռած կլինենք։ Կարաուլովը երկար մտածեց։ Սկզբում կփորձենք պայմանավորվել։ Գտիր նրան հասնելու ձևը, ասա ուզում եմ խոսել, իսկ եթե մերժի, այդ ժամանակ երկրորդ տարբերակը։ Վեպրևը գլխով արեց, հասկեցա, կանեմ։ Գիան գիտեր Կարաուլովի ծրագրերի մասին, նա ամենուր աչքեր ու ականջներ ուներ, ավտոյի մարդիկ, ռեզոյի մարդիկ, վարորդներ, պահակներ, քարտուղարուհիներ, նրանք ում սովորաբար չեն նկատում, բայց ովքեր ամեն ինչ տեսնում ու լսում են։ Կարաուլովն ուզում է հանդիպել, զեկուցեց պրոֆեսորը, Վեբրևի միջոցով ելք է փնտրում քեզ վրա, թող փնտրի, դու կհամաձայնվես, ոչ, առայժմ ոչ, թող մի քիչ էլ նյարդայնանա, իսկ Կադիևը հաջորդն է, նա նստել է տանը, պահակախմբի հսկողության տակ, կարծում է թե ապահով է, պահպանությունը լուրջ էր, 3 հոգի, մենթեր, որոնք Վեբրևն էր հատկացրել, ինչպես ենք նրան բռնելու, Գիան լռեց, չենք բռնի, նա ինքր կգա, ինչպես, ներկայացում կսարքենք նրա համար, ցույց կտանք, որ պահակախումբը չի օգնի։ Գիշերը Կադիևի տան մոտ մի փոքր հրդեհ եղավ, ցանկապատի մոտ աղբամանը բռնկվեց, պահակները վազեցին հանգցնելու իրար անցան, իսկ երբ վերադարձան, շքամուտքի աստիճաններին մի գրություն գտան, պահակախումբը չի օգնի, վաղը քո հերթն է, եթե ուզում ես ապրես, արի մենակ, հասցեն հետևի կողմում։ Կադիևը կարդաց գրությունը, ձեռքերը դողում էին, նա կարող էր զանգել Կարաուլովին ավելի շատ պահակներ ուզել, բայց հասկանում էր, անիմաստ է, եթե նրանք կարողացել են մոտենալ տանը գրություն թողնել հրդեհ սարքել, ուրեմն ամեն ինչ կարող են, մնում էր միայն մի ելք։ Առավոտյան Կադիևը եկավ նշված հասցեով, մենակ, առանց պահակների, ատրճանակը գրպանում ամեն դեպքի համար։ Այն ծանոթ տունն էր քաղաքի ծայրամասում։ Կադիևը ներս մտավ։ Գիան սպասում էր նրան հյուրասենյակում։ Նստիր, ցույց տված աթոռը։ Ես կանգնած կմնամ, ինչպես ուզում ես։ Կադիևը նայում էր նրան։ Ոչ երիտասարդ մարդ, ալեխառն մազերով, հոգնած դեմքով։ Նման չէր այն հրեշին, որին նկարագրում էին լուրերը։ Դու Գիա Թբիլիսկիին ես։ Այո, ինչ ես ուզում, արդարություն, այն կնոջ համար, իմ մոր համար, նրան պառավ մի անվանիր, Կադիևը դեմքը կնճռեց, լավ, մորդ համար, ինչքան փող, 1 միլիոն, 2, ասա գինը, Գիան լուր նայեց նրան, հետո քնծիծաղ տվեց, դու կարծում ես սա փողի մասին է, բա ինչի մասին է, հասկացողության մասին է, օրենքի մասին է, դու ձեռք ես դվել գողի մորը, դու պատասխան ես տալու, ու ոչ փողով, այդ դեպքում ինչով, ամեն ինչով, դու կկորցնես ամեն ինչ, բիզնեսդ, մարդկանցդ, ազատությունդ, ու կիմանաս ինչի համար, Կադիևը սպիտակեց, դու ինձ կնստեցնես, ես քեզ կմատնեմ, կան Բիկվի, Լոսի, Սաֆինի, Գլուշկոյի ցուցմունքները, կան փաստաթղթեր, կան ձայնագրություններ, այդ ամենը կգնա երկրամասի դատախազություն, ոչ թե տեղական, ոչ թե Վեբրևին, այլ երկրամասային, Կարաուլովն ինձ դուրս կբերի, Կարաուլովը շուտով ինք կմտածի, թե ինչպես իրեն դուրս բերի, Կադիևը լռեց, հասկացավ, սա ինձ սպառնալիք չէ, սա դատավճիռ է։ Ինչ պիտի անեմ, շշնջաց նա, դու ցուցմունք կտաս Կարաուլովի, Վեբրևի ու Պաստուխովի դեմ, կպատմես ամեն ինչ, ով է հրամայել, ով է վճարել, ով է իմացել և կամավոր կնստես։ Ինչքան։ Կախված է նրանից, թե ինչպես կհամագործակցես, 3 տարի, 5, թե 7, բայց դու ողջ կմնաս ու երբ դուրս գաս, կկարողանաս ամեն ինչ նորից սկսել։ Իսկ եթե հրաժարվեմ, Գիան նայեց նրան։ Այդ դեպքում նյութերը կգնան առանց քո ցուցմունքների, դու երկար կնստես ու գաղութում կիմանան, թե դու ով ես, կիմանան, որ ձեռք ես տվել գողի մորը։ Ինչպես ես կարծում, երկար կձգես։ Կադիևը գիտեր, թե ինչպես են աշխատում գաղութները, գիտեր, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր խախտում են գողական օրենքները։ Լավ, ասաց նա, ցուցմունք կտամ։ Խելացի ընտրություն է։ 6-ն արդեն պատրաստ էին, մնացել էր 3-ը՝ Կարաուլով, Պաստուխով, Վեբրև, վերնախավը, գլխավորները, նրանք, ովքեր կարծում էին, թե քաղաքի տերն են, շուտով նրանք կիմանան ճշմարտությունը։ Վեբրևը հասկացավ, որ պարտվել է, 6 մարդ 3 շաբաթում, Բիկովը, Լոսը, Շճերբակը, Սաֆինը, Գլուշկոն, Կադիևը, մեկը փախել է, մեկը ցուցմունք է տվել, մյուսն ուղղակի անհետացել է, համակարգը փլվում էր, այն համակարգը, որը նա կառուցել էր 10 տարի,
Հովանավորչությունը, ատկատները, փակված գործերը, ամեն ինչ գրողի ծոցներ գնում։ Նա նստած էր իր աշխատասենյակում, նայում էր պատուհանից։ Սեղանին կոնյակի շիշներ, գրեթե դատարկ, մոխրամանը լիքներ ծխուկներով։ Հեռախոսը զանգեց, Կարաուլովն էր։ Ինչ ունես։ Վատ է, Կադիևը ցուցմունք է տվել։ Ինչ ցուցմունք։ Ամբողջական, քո դեմ, իմ դեմ, Պաստուխովի դեմ։ Ամեն ինչ պատմել է, ով է հրամայել, ով է վճարել։ Լռություն լսափողի մեջ։ Ուր են գնացել ցուցմունքները։ Երկրամայրային դատախազություն, ոչ թե մերոնց մոտ, այլ օտարների։ Կարելի է կանխել։ Փորձում եմ, բայց այնտեղ արդեն գիտեն։ Զանգեցին, հարցնում էին, ասացի ոչինչ չգիտեմ, բայց չեն հավատում։ Կարաուլովը հայհոյեց։ Ինչ ես առաջարկում։ Փախչել, քանի դեռ ուշ չէ։ Ուր։ Ուր ասես, արտասահման, դու օֆշորներում փող ունես։ Ունեմ, բայց եթե փախչեմ, հաստատ հեռակակարգով կնստեցնեն։ Եթե մնաս, արկակարգով կնստեցնեն, ու ժամկետը ավելի երկար կլինի։ Կարաուլովը լռեց, մտածեց։ Ոչ, ես չեմ փախչի։ Ես վարչակազմի ղեկավարն եմ։ Կապեր ունեմ երկրամասում, Մոսկվայում։ Ես դուրս կպրծնեմ։ Ինչպես։ Փաստաբաններ կվարձեմ լավագույններին։ Ճնշում կգործադրեմ վկաների վրա։ Կադիևը մի հոգի է, նրա խոսքն իմ խոսքի դեմ։ Միայն Կադիևը չէ, կան Սաֆինի ու Գլուշկոյի ցուցմունքները, կան փաստաթղթեր։ Փաստաթղթերը կարելի է վիճարկել, ցուցմունքներն էլ։ Կարևորը խուճապի չմատնվելն է։ Վեպրևը տարու բերեց գլուխը։ Դու չես հասկանում, Վլադլեն, սա սովորական գործ չէ, սա օրենքով գող է, նա չի կանգնի, մինչև վերջ չտա։ Այդ դեպքում պետք է նրան վերացնել։ Ինչպես։ Նա ամենուր մարդիկ ունի, իմ մենթերն անգամ վախենում են։ Պրոֆեսիոնալներ վարձիր Ռոստովից կամ Մոսկվայից, սա պատերազմ է, իսկական պատերազմ գողերի հետ։ Ուրեմն պատերազմ կլինի։ Վեպրևը լղեց։ Հասկացավ, Կարաուլովը չի նահանջի, հպարտություն, համառություն, նա ավելի շուտ կայրվի, քան կփախչի։ Լավ, ասաց Վեպրևը, ես կփորձեմ։ Նա կախեց լսափողը, խմեց կոնյակի մնացորդը։ Կփորձեմ, մտածեց նա, բայց ոչ թե քեզ համար, այլ ինձ։ Հենց նույն գիշերը Վեպրևը հավաքեց իրերը, անձնագիր, փող, փաստաթղթեր, այն ամենը, ինչ պետք էր փախուստի համար։ Նա գիտեր, ժամանակը սպառվել է, կամ փախչել հիմա, կամ նստել հետո։ Նա ընտրեց փախչելը, բայց չհասցրեց։ Երբ պայուսակը ձեռքին դուրս եկավ տանից, դարպասների մոտ սև մեքենա էր։ Միջից դուրս եկան երկու հոգի։ Սերգեյ Նիկոլաևիչ, հարցրեց մեկը։ Ո՞վ եք դուք, տղերք։ Գիա Շալվովիչն ուզում է խոսել։ Վեպրևը ձեռքը տարավ դեպի ատարջանակի պատյանը, Կոբուրան, որը բաճկոնի տակ էր։ Խորուրդ չեմ տա, ասաց երկրորդը։ Մենք հրաման ունենք քեզ ողջ հասցնելու, բայց եթե դիմադրես, հրամանը կփոխվի։ Վեպրևը քարացավ։ Նայեց իր մեքենային։ 2 մետր էր մինչև դուռը։ Չեմ հասցնի։ Լավ, ասաց նա։ Գնացինք։ Խոսակցությունը նույն տանն էր։ Վեպրևը նստած էր աթոռին, հանգիստ նայում էր Գիային, առանց վախի։ Նա մենթ էր, ամեն ինչ տեսել էր, մահից չէր վախենում։ Գիտես, ես ով եմ, ասաց Գիան։ Գիտեմ։ Գիտես, ինչու ես այստեղ։ Գիտեմ։ Այդ դեպքում խոսիր։ Ինչ խոսեմ։ Ամեն ինչ, Կարաուլովի մասին, սխեմաների, փողերի, դու ունես տեղեկություն, որը ուրիշները չունեն։ Վեպրևը քմծիծաղ տվեց։ Իսկ ինչ կստանամ դրա դիմաց։ Կյանքդ։ Շատ չէ, բայց ավելին է, քան դու արժանի ես։ Վեպրևը լռեց, մտածեց։ Իսկ եթե հրաժարվեմ, այդ դեպքում քո դեմ նյութերը կգնան անվտանգության դաշնային ծառայություն, ՖՍԲ։ Ոչ թե դատախազություն, այլ ՖՍԲ։ Ես կապեր ունեմ։ Ինչ նյութեր։ Խոսակցությունների ձայնագրություններ։ Դու կզարմանաս, թե քո քանի խոսակցություն է ձայնագրվել։ Վեպրևը գունատվեց։ Որտեղից։ Կարևոր չէ։ Կարևորն այն է, որ այնտեղ ատկատներ են, հովանավորչություն, պատվիրված գործեր, 15 տարվա հերիք է։ Դա անօրինակ է, առանց թույլտվության ձայնագրությունները ապացույց չեն։ Դատարանում ոչ, բայց երբ ՖՍԲ-ն սկսի փորփրել, շատ հետաքրքիր բաներ կգտնեն, ու ապացույցներն արդեն օրինական կլինեն։ Վեպրևը լռեց, հասկացավ, սա վերջն է։ Լավ, ասաց նա վերջապես, ինչ ես ուզում իմանալ։ Ամեն ինչ,
հենց սկզբից։ Վեպրևը խոսեց 3 ժամ, պատմեց Կարաուլովի սխեմաների մասին, ատկատների, օֆշորների, դրածո ֆիրմաների, պատմեց այն սպանությունների մասին, որոնք օգնել էր կոծկել, այն մարդկանց մասին, որոնց ճնշել էր, կոտրել ու ոչնչացրել։ Պրոֆեսորը գրի էր առնում ամեն մի բառը։ «Սա ռումբ է», ասաց նա հետո, «այստեղ բոլորի համար հերիք է, Կարաուլովի, Պաստուխովի, վարչակազմի կեսի համար»։ «Մի օրինակ ուղարկիր Մոսկվա», ասաց Գիան, «իմ մարդկանց մոտ, թող պահեն, ամեն դեպքի համար»։ «Կանեմ»։ Վեպրևին բաց թողեցին առավոտյան, բայց ոչ թե ազատության մեջ։ Նրան տարան երկրամասային դատախազություն ավտոյի մարդկանց հսկողության տակ։ Այնտեղ արդեն քննիչները սպասում էին։ Վեպրևը հասկացավ, փախչելու տեղ այլևս չկա, ու սկսեց պաշտոնական ցուցմունքներ տալ։ 7-ն արդեն պատրաստ էին, մնացել էր 2-ը։ Պաստուխովը Վեպրևի մասին իմացավ կեսօրին, զանգ դատախազության ծանոթից, ձայնը վխեցած էր, ցածր։ «Ռոման Իգորևիչ, փորձանք է, Վեպրևը բոլորի դեմ ցուցմունք է տալիս»։ «Ինչ է նշանակում բոլորի»։ «Ձեր դեմ, Կարաուլովի դեմ, փողերի, հողերի, նախագծի մասին»։ Պաստուխովը սառեց։ «Որտեղից տեղեկությունը»։ «Հուսալի աղբյուրից»։ «Հեռացեք, քանի դեռ կարող եք»։ Կապը ընդհատվեց։ Պաստուխովը նստած էր իր գրասենյակում, նայում էր պատին։ 20 տարի նա կառուցել էր իր կայսրությունը։ Յուգստրոյը երկրամասի խոշորագույն ընկերություն էր, միլիարդավոր պայմանագրեր, հազարավոր աշխատողներ։ Ամեն ինչ ջուրն ընկավ։ Նա զանգեց Կարաուլովին։ «Գիտես Վեպրևի մասին»։ «Գիտեմ»։ «Ինչ անենք»։ «Ոչինչ, հերքել, մենք փաստաբաններ ունենք, կապեր»։ «Ինչ կապեր»։ «Վեպրևն ամեն ինչ գիտի, նա մեզ կծախի»։ «Նրա խոսքը մեր խոսքի դեմ է»։ «Նրա խոսքը, գումարած փաստաթղթերը, գումարած Կադիևի, Սաֆինի, Գլուշկոյի ցուցմունքները։ Սա հեգխոս խոսքի դեմ չէ, սա հեղեղ է»։ Կարաուլովը լռեց։ «Ինչ ես առաջարկում»։ հարցրեց նա վերջապես։ «Փախչել հիմա, քարի դեռ ուշ չէ։ Ես Շվեյցարիայում փող ունեմ, ընտանիքիս կվերցնեմ ու կգնամ»։ «Փախիր, ես մնում եմ»։ «Դու խելագար ես»։ «Գուցե, բայց ես իմ քաղաքից առնետի պես չեմ փախչի»։ Պաստուխովը տարու բերեց գլուխը։ «Դա քո ընտրությունն է, ես իմն արեցի»։ Նա կախեց լսափողը, սկսեց հավաքել իրերը, բայց արդեն ուշ էր։ Երբ իջավ ավտոտնակ, այնտեղ սև մեքենա էր կանգնած, ու միջից դուրս եկավ մի մարդ, ոչ բարձրահասակ, պինդ կազմվածքով, բարի դեմքով։ «Ռոման Իգորևիչ, անունս Զուրա է, գնանք խոսենք»։ «Ես ոչ մի տեղ չեմ գնա»։ «Կգնաք»։ «Հարցն այն է, ինչպես, ինքնակամ, թե օգնությամբ»։ Պաստուխովը շուրջը նայեց։ «Պահակները վերևում են, չեն տեսնում»։ «Տեսախցիկներ կան, բայց ինչ օգուտ, այս մարդիկ տեսախցիկներից չեն վախենում»։ «Լավ», ասաց նա, «գնացինք»։ Պաստուխովի հետ խոսակցությունը կարճ տևեց։ Նա մարտիկ չէր, գործարար էր, ֆինանսիստ, կարողանում էր փող հաշվել, բայց ոչ կյանքով ռիսկի դիմել։ «Ինչ եք ուզում»։ հարցրեց նա միանգամից։ «Ճշմարտություն եւ փող»։ «Ինչքան»։ 10 միլիոն, որպես փոխհատուցում Յուժնի նախագծի համար։ Այն բոլոր մարդկանց, ում դուք վտարել եք, կոտրել ու ոչնչացրել։ 10 միլիոնը շատ է։ Դու ավելին ունես։ Շվեյցարիայում, Կիպրոսում, Պանամայում։ Պրոֆեսորն արդեն գտել է հաշիվները։ Պաստուխովը գունատվեց։ «Որտեղից»։ «Սաֆինն է պատմել, նա շատ բան պատմել»։ «Լռություն»։ «Լավ», ասաց Պաստուխովը, 10 միլիոն, ուր փոխանցեմ»։ Պրոֆեսորը կտա տվյալները։ Բարեգործական հիմնադրամ բռնության զոհերին օգնելու համար։ «Իսկ ես»։ Դու լիարժեք ու մանրամասն ցուցմունք կտաս Կարաուլովի ու ողջ սխեմայի մասին ու կհեռանաս ընդմիշտ։ Ուր։ Ուր ուզում ես, միայն թե ոչ Ռուսաստան։ Պաստուխովը երկար չմտածեց։ «Համաձայն եմ»։ Նա փողը փոխանցեց հենց նույն օրը, տեսախցիկի առջև գրավոր ցուցմունք տվեց, պատմեց ամեն ինչ, ատկատների, հողերի, Կարաուլովի մասին, հետո հեռացավ, ինքնաթիռ մինչև Վիեննա, այնտեղից Շվեյցարիա, իր փողերի մոտ, իր նոր կյանքին։ 8-ն արդեն պատրաստ էին, մնացել էր մեկը։ Կարաուլովը մնացել էր մեն-մենակ։ Նրա բոլոր մարդիկ կամ փախել էին, կամ ցուցմունք տվել, կամ նստել։ Վեպրևը մեկուսարանում ցուցմունք է տալիս քննիչներին։ Կադիևը նույնպես այնտեղ է։ Պաստուխովն արտասահմանում է, բայց նրա ցուցմունքներն արդեն գործի մեջ են։ Քաղաքը բզզում էր մեղվափեթակի պես։
Վարչակազմի ղեկավարը քննության տակ է, ոստիկանության պետը ձերբակալված է, գլխավոր կառուցապատողը փախել է։ Սվետլագորսկը նման բան երբեք չէր տեսել։ Լրագրողները ճանջերի պես թափվել էին քաղաք, դաշնային հեռուստաալիքներ, թերթեր, կայքեր, բոլորն ուզում էին մանրամասներ իմանալ։ Կարաուլովը նստած էր իր աշխատասենյակում մեն-մենակ, փակ դռների հետևում։ Հեռախոսն անդադար զանգում էր, նա չէր պատասխանում։ Սեղանին օղու դատարկ շիշ էր, կողքին լիցքավորված ատրճանակ։ Նա մտածում էր. հանձնվելը խայտարակություն է, բանդ, ամեն ինչի վերջը։ Փախչելու տեղ չկա, հաշիվները սառակցված են, անձնակիրը հսկողության տակ։ Ինքնասպան լինելը վախկոտների ելքն է։ Նա վախկոտ չէ։ Մնում է մեկ բան՝ կռվել մինչև վերջ։ Նա վերցրեց հեռախոսը, հավաքեց համարը։ Սա Կարաուլովն է։ Ինձ մարդիկ են պետք, լուրջ մարդիկ Մոսկվայից։ Ինչքան։ 5 հոգի։ Զենքով։ Ում դեմ։ Օրենքով գողի դեմ։ Գիա Թբիլիսկի։ Դադար։ Սա պատերազմ է։ Գիտեմ։ Ինչքան։ 1 միլիոն։ Կանխավճար կլինի։ Կարաուլովը կախեց լսափողը։ Հիմա պետք է սպասել։ Նա մտադիր չէր հանձնվել։ Նա մտադիր էր կռվել։ Թող գան։ Գիան գիտեր Կարաուլովի ծրագրերի մասին։ Ավտոյի մարդիկ, որ սացել էին զանգը, միանգամից զեկուցեցին։ Նա մարդիկ է վարձել Մոսկվայից։ 5 հոգի։ Ովքեր են։ Նախկին հատուկ ջոկատայիններ են, վարձկաններ են, լուրջ տղերք են։ Երբ կգան։ Վաղը երեկոյան։ Գիան գլխով արեց։ Լավ, թող գան։ Դու նրանցից չես վախենում։ Ոչ, նրանք զինվորներ են, աշխատում են փողի համար։ Երբ հասկանեմ, թե ում դեմ են աշխատում, կփոշմանեն, իսկ եթե չփոշմանեն, այդ ժամանակ այլ կերպ կհոսենք։ Վարձկանները եկան հաջորդ օրը, 5 հոգի, պինդ, լարակյաց, պրոֆեսիոնալ։ Հանդիպեցին Կարաուլովի հետ նրա ամառնացում։ Առաջադրանքը, հարցրեց ավագը։ Վերացնել մի մարդու։ Գիա Թբիլիսկի, օրենքով գող։ Նա ինչ որտեղ քաղաքում է, կա հասցե։ Քաղաքի ծայրամասում մի տուն, որտեղ նա քաքնվում է։ Պահպանությունը 3-4 հոգի, ոչ ավել։ Ավագը գլխով արեց։ Կանենք, երբ։ Այսօր գիշերը։ Գիշերը 5 վարձկանները մոտեցան ծայրամասի տանը։ Լուր, առանց լուսարձակների դուրս եկան, դիրքավորվեցին։ Պրոֆեսիոնալ էին, ինչպես սովորեցրել էին։ Տունը մութ էր, խաղաղ։ Ոչ մի շարժում, ոչ մի լույս։ Ավագը ձեռքը բարձրացրեց, նշան տվեց։ Երկուսը գնացին դեպի հետնամուտք, երկուսը դեպի առջևի դուռը, ինքը հսկում էր շրջակայքը։ Առաջին մարտիկը հասավ դրանը, հրեց, բաց էր։ Տարօրինակ է։ Ներս մտավ։ Մթություն, լռություն։ Եվ հանկարծ պայծառ լույս, կուրացնող։ Սենյակը լիքն էր մարդկանցով։ 10, 15, նա չհասցրեց հաշվել։ Բոլորը զենքով էին, բոլորը նայում էին իրեն։ Բարի գալուստ։ Լսվեց մի ձայն մթությունից։ Գիա դուրս եկավ լույսի տակ, նայեց վարձկանին։ Գիտես ես ով եմ։ Այո։ Գիտես ում համար ես աշխատում։ Կարաուլովի։ Կարաուլովը վերջացած մարդ է։ Մեկ շաբաթից նա կլինի բանտում կամ հողի տակ։ Դու ուզում ես լինել նրա կողքին։ Վարձկանը լռում էր։ Դու ընտրություն ունես, շարունակեց Գիան։ Հեռանալ հիմա, ողջ ու առողջ, վերադառնալ Մոսկվա և մոռանալ այս պատվերի մասին, թե մնալ այստեղ ընդմիշտ։ Իսկ իմ մարդիկ ձերոնց նույնն են առաջարկելու։ Վարձկանը մտածում էր, նայում էր շրջապատի մարդկանց, լուրջ էին, հանգիստ։ Սրանք բանդիտներ չէին, այլ գողեր, իսկական, հին դպրոցի։ Նա պրոֆեսիոնալ էր և գիտեր գնահատել հնարավորությունները, հնարավորություն չկար։ Լավ, ասաց նա, մենք հեռանում ենք։ Խելացի ընտրություն է։ Վարձկանները հենց նույն գիշերը վերադարձան Մոսկվա, իրենց գործերին։ Կարաուլովի փողերը հետ տվեցին, խնդիրներ չէին ուզում։ Կարաուլովը մնաց մենակ, իսկապես մենակ, առանց մարդկանց, առանց պահպանության, առանց հույսի։ Կարաուլովը նստած էր իր տան խավարի մեջ ու սպասում էր։ Նա գիտեր, նրանք կգան, շուտ թե ուշ։ Վարձկանները փախել էին, պահակախումբ չկար,
Ընկերներ չէին մնացել։ Միայն ինքն էր, մի շիշողի եւ ատրճանակը։ Պատուհանից այն կողմ գիշեր էր, խաղաղ ու տոտ, հարավային գիշեր։ Նա մտածում էր իր կյանքի մասին։ 44 տարեկան էր, որից 25-ը քրեական աշխարհում։ Սկզբում ռեկետ, հետո բիզնես, հետո իշխանություն։ Նա կարծում էր, թե բարձրացել է, կարծում էր, թե տեր է դարձել։ Պարզվեց ոչ։ Պարզվեց կան մարդիկ, որոնք ավելի բարձր են, մարդիկ, որոնց չես կարող գնել, չես կարող վախեցնել, չես կարող սպանել, գողեր։ Նա լսել էր նրանց մասին, իհարկե լսել էր, պատմություններ ու լեգենդներ, բայց երբեք չէր առնչվել, կարծում էր դա անցյալ է, 90-ականներ։ Կարծում էր հիմա ամեն ինչ այլ է, սխալվեց։ Դուռը բացվեց առանց թակելու։ Կարաուլովը բարձրացրեց ատրճանակը, ձեռքը դողում էր։ Սենյակ մտավ մի մարդ, ոչ երիտասարդ, ալեխառան մազերով, ծանր հայացքով։ Նրա հետևից եւս երկուսը, բայց նրանք մնացին դրան մոտ։ Գիա Թբիլիսկին։ Ցած դիր ատրճանակը, ասաց նա հանգիստ, դու չես կրակի։ Ինչու ես այդքան վստահ։ Որովհետև դու վախկոտ ես, դու ամբողջ կյանքում թաքնվել ես ուրիշների թիկունքում, բիկվներ ծեծում, կադիևներ կազմակերպում, վեպրևներ կոծկում, իսկ դու միայն հրամայեր ես ապահով տեղից։ Կարաուլովը լռում էր, ատրճանակը դողում էր ձեռքում։ Եթե կրակես, ես եմ իմ մարդկանց կսպանեն հենց այստեղ, հենց հիմա։ Եթե իջեցնես, կխոսենք։ Ինչի մասին խոսենք։ Դու արդեն ամեն ինչ որոշել ես։ Որոշել եմ, բայց ուզում եմ, որ դու իմանաս ինչի համար։ Կարաուլովը ցած դրեց զենքը սեղանին։ Խոսիր։ Գիա նստած դիմացը, նայեց նրա աչքերին։ Գիտես ես ով եմ։ Գիտեմ։ Գիտես ինչու եմ այստեղ։ Այդ պարավի, մորդ պատճառով։ Նրան պարավ մի անվանիր։ Լավ, մորդ պատճառով։ Այո, նրա պատճառով։ Գիան լռեց։ Գիտես ինչ ասաց նա ինձ, երբ ես եկա։ Ինչ։ Ոչինչ։ Նա անգիտակից էր, պարկած էր հիվանդանոցի մահճակալին խողովակների մեջ կորած, փոքրիկ ու անօգնական։ Իմ մայրը, ով ամբողջ կյանքում աշխատել է որպես ուսուցչուհի, ով ոչ մեկին վատություն չի արել։ Ես չգիտեի, թե նա ով է, եւ ինչ։ Եթե իմանայիր ձեռք չէիր տա։ Իհարկե։ Իսկ եթե դա լիներ ուղակի մի տարեցկին առանց գող որդու, այդ դեպքում կարելի էր։ Կարաուլովը լռում էր։ Այս սա է քո խնդիրը, ասաց Գիան։ Դու կարծում ես, որ կարելի է նեղացնել թույլերին, որ եթե մարդը պաշտպան չունի, նրան կարելի է կոտրել։ Դու սխալվեցիր։ Յուրաքանչյուրն ունի պաշտպանություն։ Եթե ոչ մարդիկ, ապա խիղճը, եթե ոչ խիղճը, ապա ճակատագիրը։ Գեղեցիկ ես խոսում բանդիտի համար։ Ես բանդիտ չեմ, ես գող եմ, դրանք տարբեր բաներ են։ Ինչ տարբերություն։ Մեծ տարբերություն։ Բանդիտը խլում է ուժով, առանց կանոնների։ Գողն ապրում է ըստ հասկացողությունների։ Կան բաներ, որոնք չի կարելի անել։ Հարազատներին ձեռք տալ չի կարելի, ծերերին ու երեխաներին նեղացնել չի կարելի։ Դու խախտել ես դա, եւ հիմա պետք է վճարես։ Այո։ Կարաուլովը վերցրեց օղուշիշը, մի բաժակ լցրեց ու խմեց։ Ինչ ես անելու ինձ հետ, սպանելու ես։ Ոչ, ես արդեն ասացի, մահը չափազանց պարզ բան է։ Այդ դեպքում ինչ։ Դու երկար ես նստելու։ Քո դեմ ցուցմունք են տվել վեպրևը, Կադիևը, Պաստուխովը, Սաֆինը, Գլուշկոն, կան փաստաթղթեր, կան ձայնագրություններ։ Քո վրա են ատկատները, կաշառքները, բռնության կազմակերպումը։ Առնվազն 15 տարի։ Ես փաստաբաններ կվարձեմ։ Վարձիր, դա կերկարացնի process-ը, բայց արդյունքը չի փոխի։ Ես Մոսկվայում կապեր ունեմ։ Ունեիր, հիմա չունես, ես հոգացել եմ այդ մասին։ Կարաուլովը նայում էր նրան ու հասկանում, դա ճշմարտություն է։ Այս մարդը սին չի խոսում։ Ինչու եկար, հարցրեց նա։ Կարող է ուղակի ինձ հանձնել մենթերին։ Կարող էի, բայց ուզում էի նայել քո աչքերին, ուզում էի, որ իմանայիր քով քեզ ոչնչացրեց եւ ինչի համար։ Հիմա գիտեմ,
Լավ է։ Գիան վեր կացավ։ Վաղը առավոտյան քո մոտ կգան երկրամասի քննիչները ձերբակալության օրդերով։ Կարող ես դիմադրել, այդ դեպքում հոտված կավելացնեն։ Կարող ես հանձնվել, այդ դեպքում գուցե ժամկետդ կրճատեն։ Իսկ եթե փախչեմ, չես փախչի։ Իմ մարդիկ տան շուրջն են, բոլոր ելքերը փակ են։ Կարաուլովը քմծի ծաղտվեց։ Դու ամեն ինչ մտածել ես։ Այո։ Ու հիմա ինչ։ Դու հաղթեցիր։ Ուրախացիր։ Գիան նայեց նրան։ Ես չեմ ուրախանում։ Մայրս հիվանդանոցում է։ Գուցե երբեք ոտքի չկանգնի։ Դու խլեցիր նրանից առողջությունը, հանգիստը, կյանքի մնացած տարիները։ Ոչ մի հաղթանակ դա հետ չի բերի։ Այդ դեպքում ինչի համար է այս ամենը։ Նրա համար, որ դու վճարես, եւ որպեսզի ուրիշներն իմանան, կան բաներ, որոնց համար միշտ վճարում են։ Գիան գնաց դեպի դուռը, կանգ առավ։ Մնաս բարով, Կարաուազ։ Այս կյանքում մենք այլևս չենք տեսնվի։ Նա դուրս եկավ, դուռը փակվեց։ Կարաուլովը մնաց մենակ, նայեց սեղանին դրված ատրճանակին։ Կարելի էր ինքնասպան լինել, խուսափել խայտարակությունից, բանտից, դատից։ Նա ձեռքը մեկնեց, վերցրեց զենքը, պահեց, հետո հետ դրեց։ Ոչ, նա վախկոտ չէ։ Նա կանցնի այդ ամենի միջով, կնստի իր ժամկետը, դուրս կգա ու կսկսի նորից։ Նա դեռ ցույց կտա բոլորին։ Առավոտյան եկան քննիչները, 3 մեքենա, 10 հոգի, ձերբակալության օրդեր, ձեռնաշղթաներ, ուղեկցող խումբ։ Կարաուլովին տանից դուրս բերեցին։ Լրագրողներն արդեն սպասում էին։ Տեսախցիկները շողում էին, հարցեր էին տալիս։ Նա լուռ քայլում էր, նայելով ուղիղ։ Նրան նստեցրին մեքենան ու տարան մեկուսարան, մյուսների մոտ։ Քաղաքը նայում էր ու չէր հավատում։ Կարաուլովը ձերբակալված է։ Վարչակազմի ղեկավարը, Սվետլագորսկի տերը, մարդը, ումից բոլորը վախենում էին, հիմա նա ինքն էր վախենում։ Անցավ 1 ամիս։ Վալենտինա Պետրովնան ուշքի եկավ 3-րդ շաբաթվա վերջում։ Բացեց աչքերը, տեսավ որդուն կողքին։ Գոշա, ես այստեղ եմ, մամ, ես քո կողքին եմ։ Ինչ է պատահել։ Ոչինչ, մամ, ամեն ինչ լավ է, դու կապաքենվիս։ Նա նայում էր որդուն, թույլ, գունապատ, բայց ողջ։ Դու եկել ես։ Եկել եմ ու նորից չեմ գնա միջև դու ոտքի չկանգնիս։ Մայրը թույլ ժպտաց, հազիվ նկատելի։ Իմ տղա։ Գիան բռնել էր նրա ձեռքը, զգում էր, թե ինչպես է ներսում ինչ-որ բան հալվում, մի բան, որը սառնեցված էր տարիներ շարունակ։ Մամ, ուզում եմ իմանաս, այն մարդիկ, ովքեր դա արեցին, նրանք բոլորը պատասխան տվին։ Ինչպես պատասխան տվեցին։ Ըստ օրենքի, բանտում են։ Մայրը ուշադիր նայեց նրան։ Ուր օրենքով Գոշա։ Որդին չպատասխանեց։ Նա հասկացավ։ Դու չես սպանել։ Ոչ, մամ, ոչ մեկին, ճիշտ եմ ասում։ Մայրը շունչ քաշեց, փակեց աչքերը։ Լավ է։ Ես չեմ ուզում, որ քո ձեռքերին արյուն լինի։ Հերիք է արդեն։ Հերիք է, մամ, խոստանում եմ։ Մայրը խաղաղ քնեց, առանց մղձավանջների։ Գիան նստած էր կողքին։ Նրա մայրը միակ մարդը, ով իրեն սիրում էր հենց այնպես։ Նա ողջ է, նա կառողջանա, դա է գլխավորը, մնացածն էական չէ։ Դատը կայացավ կես տարի անց։ Կարաուլով, 15 տարի խիստ ռեժիմի գաղութ։ Հանցավոր համագործակցության կազմակերպում, կաշառքներ, շորթում, բռնության կազմակերպում։ Վեպրև, 12 տարի։ Պաշտոնական դիրքի չարաշահում, հովանավորություն, ապացույցների կեղծում։ Կադիև, 10 տարի։ Ծեծի կազմակերպում, շորթում։ Մյուսները, ով 3 տարի, ով 5։ Յուրաքանչյուրն ստացավ իր հասանելին։ Լրագրողները հոդվածներ էին գրում։ Կարաուլովի կայսրության կործանումը, ինչպես օրենքով գողը մաքրեց քաղաքը։ Արդարություն ըստ հասկացողությունների։
Գիան չէր կարդում դրանք, նրան հետաքրքիր չէր։ Վալենտինա Պետրովնան հիվանդանոցից դուրս գրվեց 3 ամիս անց, դժվարությամբ էր քայլում։ Ազդրի կոտրվածքը նրա տարիքում հետքեր էր թողնել, բայց քայլում էր ինքնուրույն առանց հենակների։ Գիան վերանորոգեց նրա տունը, նոր ցանկապատ, նոր պատուհաններ, նոր կահույք։ Այն ամենը, ինչ ջարդել էին, վերականգնեց։ «Ինչու ես սա անում», հարցրեց մայրը։ «Որովհետև սա քո տունն է, մամ, դու այստեղ կմնաս»։ «Իսկ դու»։ «Ես կգնամ, բայց հաճախ կգամ»։ «Իրոք»։ «Իրոք»։ Մայրը նայում էր որդուն, օրենքով գողին, մի մարդու, ում վախենում էին հազարավորները։ Նրա համար նա ուղղակի Գոշան էր, այն տղան, ում ինքը ծնել ու մեծացրել էր։ «Գոշա», ասաց նա, «ուզում եմ իմանաս, ես հպարտանում եմ քեզնով»։ «Մամ»։ «Ոչ, լսիր։ Ես ամբողջ կյանքում ամաչել եմ նրանից, թե դու ով ես դարձել, վախեցել եմ, չեմ հասկացել, բայց հիմա հասկանում եմ»։ «Ինչ ես հասկանում»։ «Որ դու արդար մարդ ես, քո ձևով, ոչ բոլորի պես, բայց արդար։ Դու պաշտպանեցիր ինձ, պաշտպանեցիր ուրիշներին, նրանց, ում նրանք նեղացնում էին»։ «Մամ, ես ուղղակի արեցի այն, ինչ պարտավոր էի»։ «Այդ է որ կա, դու արեցիր այն, ինչ պարտավոր էիր, իսկ մյուսները չարեցին»։ Ոստիկանությունը, դատախազությունը, իշխանությունը բոլորը լռում էին, իսկ դու ոչ։ Գիան լռում էր։ Չգիտեր ինչ ասել։ «Շնորհակալ եմ տլաս», ասաց նա, «ամեն ինչի համար»։ Որդին ամուր գրկեց մորը, ինչպես մանկության տարիներին։ «Քեզնից եմ շնորհակալ, մամ, որ դու կաս»։ Գիան մեկ շաբաթ անց մեկնեց Մոսկվա, իր կյանքին։ Բիզնես, գործեր, պարտավորություններ, բայց հիմա նա գիտեր, կվերադառնա ոչ թե գաղտնի, ոչ թե մի քանի ժամով, այլ նորմալ, բացահայտ, մորը տեսակցության, նրա հետ խոհանոցում թեյ խմելու։ Քաղաքը փոխվել էր։ Վարչակազմի նոր ղեկավար նշանակեցին Մարս կենտրոնից, երիտասարդ, ազնիվ, անցյալի հետ կապեր չունեցող։ Ոստիկանության նոր պետ նույնպես, նոր մարդիկ, նոր կանոններ։ Յուժնի նախագիծը փակեցին, հողերը վերադարձրին բնակիչներին։ Նրանք, ովքեր ճնշման տակ էին վաճառել, փոխհատուցում ստացան, այն փողերից, որոնք Պաստոխովը փոխանցել էր բարեգործական հիմնադրամին։ Մարդիկ փողոցներում խոսում էին Գիա Թբիլիսկուի մասին, ոչ թե վախով, այլ հարգանքով։ Մի մարդ, ով եկավ ու կարգուկանոն հաստատեց, ով պաշտպանեց թույլերին, պատժեց ուժեղներին, նա լեգենդ դարձավ։ Մի պատմություն, որը կպատմեն երեխաներին։ Միխալիչը, հարևան փողոցի ծերունին, նստած էր նստարանին ու պատմում էր թոռերը։ Հասկանում ես, Վանկա, կան օրենքներ գրված գրքերում, դատարաններում, ու կան չգրված օրենքներ, մարդկանց սրտերում։ Երբեմն գրվածները չեն աշխատում, այդ ժամանակ գալիս են մարդիկ, ովքեր ապրում են չգրվածներով ու կարգուկանոն են հաստատում։ Դրանք բանդիտներ են, պապ։ Ոչ, Վանկա, դրանք գովեր են, իսկական գողեր։ Նրանք հասարակ մարդկանց չեն թալանում, նրանք հետևում են, որ կանոնները պահպանվեն, որ ուժեղները չնեղացնեն թույլերին։ Իսկ ինչու ոստիկանությունն այդպես չի անում։ Որովհետև ոստիկանությանը կարելի է գնել, իսկ սրանց ոչ։ Տղան լսում էր ու մտապահում։ Եվս մի պատմություն հիշողության մեջ, եվս մի լեգենդ արդարության մասին։ Ընկերներ, ահա եւ ավարտվեց այս պատմությունը։ Պատմություն օրենքով գողի մասին, ով եկավ փոքրիկ քաղաք մոր վրեժը լուծելու։ Պատմություն падգամավորների ու չինովնիկների մասին, ովքեր կարծում էին, թե իրենց ամեն ինչ կարելի է, եւ իմացան, որ կան օրենքներ իրենցից բարձր։ Պատմություն արդարության մասին, որը երբեմն գալիս է ոչ թե դատարանից, այլ ստվերից։ Ոչ թե դատավճռի տեսքով, այլ ծանր հայացքով մարդու կերպարանքով։ 2006 թվականին Սվետլագորսկում մի հրաշք տեղի ունեցավ։ Այդպես այն անվանեցին հետո՝ հրաշք։ Թեև ինչ հրաշք։ Դա արդարություն էր։ Պարզապես արդարություն, որը եկավ այնտեղից, որտեղից չէին սպասում։ Կարաուլովը նստած է, Վեբրևը նստած է, մյուսները նույնպես։ Յուրաքանչյուրն ստացավ իրեն հասանելին։ Վալենտինա Պետրովնան ողջ է, քայլում է իր բակում, ջրում է ծաղիկները։ Ամիսր մեկ նրա մոտ է գալիս որդին, լուռ, առանց աղմուկի։ Նստում են խոհանոցում, թեյ են խմում, լռում են։ Նրանց բառեր պետք չեն։ Նրանք հասկանում են իրար առանց բառերի, որովհետև դա ընտանիք է, իսկ ընտանիքը սրբություն է։ Եթե այս պատմությունը դիպավ ձեր սրտին,
Սեղմեք հավանելու կոճակը եւ բաժանորդագրվեք ալիքին։ Գրեք մեկնաբանություններում, ինչպես եք վերաբերվում նման արդարությանը։ Ճիշտ վարվեց Գիան, թե պետք էր սպասել պետական օրենքին։ Պահպանեք ձեր հարազատներին, հատկապես մայրերին, որովհետև մայրը սրբություն է։ Շնորհակալություն մինչև վերջ դիտելու, կարդալու համար։ Խնամեք ձեզ եւ ձեր մտերիմներին։